Շնորհակալություն եմ հայտնում այսօրվա զեկույցի քննարկման նկատմամբ ձեր ցուցաբերած հետաքրքրության եւ մասնակցության համար։ Ընդհանուր օրակարգ այսօրվա ներկայացնեմ, մոտավորապես նախատեսում ենք, որ քննարկումը կտևի հարց ու պատասխանով մոտավորապես ժամ-ժամ ու կես։ Կփորձեմ հնարավորինս սեղմ ձևով, ինչքանով որ դա հնարավոր է, ներկայացնել զեկույցի հիմնական արդյունքները եւ ավելի շատ ժամանակ հատկացվել մեր կողմից արձանագրած խնդիրների եւ այդ խնդիրների լուծման ուղղված մեր առաջարկությունների վերաբերյալ ձեզ հետ քննարկմանը, որտեղ սա է այսօրվա հանդիպման հիմնական մեխը։ Ես ուրախ եմ, որ հաջողվել է այսօր բավականին մասնակցային եւ բազմապրոֆիլ խումբ ունենալ եւ ներկային այն կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք այսպես թե այնպես մեր ուսումնասիրության թեմայի շրջանակներում մեծ աշխատանք են կատարել եւ այս տեսանկյունից ձեր դիտարկումները մեզ համար շատ արժեքավոր են։ Մինչև զեկույցի բուն արդյունքների ներկայացնելը թույլ տվեք երկու բառով առհասարակ անդրադառնամ այս հետազոտությունը անցկացնելու կարիքին, ինչով էր պայմանավորված եւ որն էր մեր կազմակերպության հետաքրքրությունը, բանն այն է, որ 2024 թվականի հայտնի ջրհեղեղով պայմանավորված մայիսի 25-26 ջրհեղեղով պայմանավորված երկու մարզեր, Ջևանը, Տավուշը եւ Լոռին ստացան արտակարգ աղետի գոտու վերածվեցին, այսպես ասած, խոսքը թվով 9 համայնքների եւ 39 բնակավայրերի մասին է եւ աղետի գոտում պատճառված ջրհեղեղով պատճառված վնասների չեզոքացման նպատակով պետության կողմից գործարկվեցին մի քանի ծրագրեր, թվով 4 ծրագրերի մասին է խոսքը գնում եւ ինչպես ջրհեղեղին հաջորդող օրերին եւ ամիսներին, այնպես էլ այսօր հետազոտության իրականացումից ահագին ժամանակ է անցել, դեռևս բաց աղբյուրներում պակասում է տեղեկատվությունը ընդհանրապես պետության կողմից իրականացված ծրագրերի վերաբերյալ։ Ինչ ծրագրեր են իրականացվել, բոլորս գիտենք, բայց քանի հոգի է դարձել այդ ծրագրերի շահառու, պետության միջամտությունը կամ պետության արձագանքման ծրագրերը ինչ չափով են փոխհատուցել մարդկանց կրած վնասները, այս մասին ինֆորմացիա հսկայական պակաս կա եւ առաջ ընկնելով ասեմ, որ նաեւ ուսումնասիրության իրականացման ընթացքում ինֆորմացիա այդ քաոսին բախվեցինք, բավականին դժվար է եղել մեկ աղբյուրից ձեռք բերել ամբողջական տեղեկատվություն ծրագրերի, թվերի, քանակների վերաբերյալ, ստիպված ենք եղել գերատեսչություն առ գերատեսչություն տեղեկատվության հարցումներ ուղարկել եւ ստանալ պատասխաններ եւ այս տեսանկյունից այս զեկույցը բավականին արժեքավոր է։ Բոլոր նրանց համար, ովքեր մեզ չեն ճանաչում, ասեմ, որ մենք քաղաքացիական երիտասարդական կենտրոն հասարակական կազմակերպություն ենք եւ այս ուսումնասիրությունը հնարավոր է եղել իրականացնել ժողովրդավարության զարգացման հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ, իրենց էլ ենք այսօր այստեղ հյուրընկալել։ Երկու բառով էլ անդրադառնամ աշխարհագրությանը, իհարկե ջրհեղեղը անդրադարձել է երկու մարզերի, բայց մենք պատասխանատու ենք եղել առավելապես Տավուշում իրականացված ծրագրերի գնահատման ուսումնասիրման համար, որովհետև համանման աշխատանքներ Լոռու մարզում իրականացրել են մեր գործընկեր կազմակերպությունները եւ քանի որ Տավուշի մարզում աղետի գոտու են վերածվել 3 համայնքներ՝ Նոյեմբերյան, Դիլիջան եւ Իջևանը, մեր ուսումնասիրության աշխարհագրությունը սահմանափակվում է այս համայնքներով։ Սա այսքանը որպես նախաբան եւ միջև բուն արդյունքների ներկայացնելը ես կուզեմ նաեւ խոսք փոխանցել նաև այս միջոցառմանը հրավիրված այլ անձանց հակիրճ որպես նախաբան մեկնարկային խոսք իրենց խոսքը ներկայացնել առհասարակ ջրհեղեղի հետ կապված կատարված աշխատանքների եթե հնարավոր է նաև խնդիրների վերաբերյալ խնդրեմ ունենք ներկայացուցիչ Ջևանի համայնքապետարանից պարոն Ֆարատյանը խնդրեմ երկու բառով որպես նախաբան ձեր կողմից ներկայացրեք Բարև ձեզ ժողովուրդ ջան Բոլորս տեղյակ ենք, որ 2024 թվականի մայիսի 25-ից 26-ը հորդառատ անձրևների հետևանքով տեղի ունեցավ աղետ եւ համայնքապետարանը արագ արձագանքել է աղետից հետո կառավարման կենտրոնի մենք ունենք համայնքապետարանում ձևավորված հանձնաժողով համայնքի ղեկավարի կարգադրությամբ արտակարգ իրավիճակների հետևանքով վնասների գնահատման Արագ արձագանքել ենք, այցել ենք համապատասխան ուրեմն տնտեսվարողներին, ովքեր որ դուժել են աղետից, ուրեմն ունենք թվով 5 իրավաբանական անձիկ, ովքեր որ
համարում են աղետից տուժածներ, դրանք ուրեմն Գանձաքարից Adzը Գարիկ Դովլատբեկյանը նստած այստեղ, Խաշտարակից ուրեմն Adzը Արմինե Գևորքյան կամ Սամվել Մատինյան անցեքյատ բանը որ կար այդպես ռեստորանային համալիրը, Խաշտարակի կամուրջներ վնասվել, համայնքապետարանի միջոցներով այլընտրանքային կամուրջա կառուցվել, հիմա ներկայումս 5 կամուրջը վերանորոգման հետ կապված բանի փուլում է, այս նախագծման փուլում է, Ալեքսանդր Գյուրջինյանի Adzը դեկորատիվ մշակաբույսեր, որ աճեցնում են, ուրեմն իրենց տարածքներ վնասվել, Արթուր Ղալումյանինը, բանը, այդ գենուտը, և Բենտոնիտ Փ.Բ.-ն Դիտավանից։ Բոլոր ուրեմն adzıներին մենք այցելել ենք, գույքագրել ենք մեր հանձնաժողովով եւ գույքագրումը ուղարկել ենք մարզպետանում եկածրավորված համապատասխան հանձնաժողով եւ իրենք համապատասխան գերատեսչություններին են ուղարկել։ Դրանից հետո համապատասխան գերատեսչությունից այցելություններ ա եղել, համատեղ նորից դիտարկել ենք, 2 անգամ այդպես եկել են, համատեղ դիտարկել ենք ու ներկայացրել համապատասխան գերատեսչություններին, մարզպետարան նորընդից համապատասխան գերատեսչություններն են ուղարկել։ Ու արդեն ընթացակարգով իրենք էլ իրենց գործառույթներն են իրականացրել։ Այստեղ Այդքանը մենք գույքագրել ենք ընդամենը, մենք վնասի փոխհատուցում չենք արել, իրավունքեր չունենք անենք, ընդամենը գույքագրել ենք եւ մեր գույքագրածը ուղարկել ենք մարզպետարան ընդդից համապատասխան գերատեսչություններին։ Եկել են տարբեր հանձնաժողովներ, մեր գույքագրածը նորից հավաստիացրել, որ մենք իրականում ինչ որ գույքագրել ենք, դա տեղին ա եղել ու փաստ։ Այդքանը Աղբին ջան։ Ես նաև ձեզ հավելեմ, որ աղետի գոտու հասցված վնասների չեզոքացման նպատակով համայնքապետարանները ուղղակի կառավարությունից ոչ մի գումար չեն ստացել ուղղակի։ Մենք իրավունք էլ չունենք ստանալու։ Հա, այդ խնդիրը կանդրադառնանք այսօր։ Ընդհանրապես այդ օղակը դուրս է եկել, այդտեղ արդեն համապատասխան ուրեմն բանը վնասի փոխհատուցման գումարները ուղիղ կապ ա եղել տնտեսվարողների հետ։ Միջանկյալ օղակները չեն եղել, այդ գործառույթում չեն եղել, այդ գնահատման, չգիտեմ, այդ փոխհատուցման գումարների եւ այլ եւ այլ։ Դրանք չեն եղել։ Շատ լավ, դրանց լավ ա եղել, թե վատ ա եղել։ Պատերի փլուզումներ էլ ա եղել, ճիշտն ասած, դա ենք այցելել, բայց դա առանձին ինչ որ չգիտեմ, ծրագրերի հետ կապված քննարկումներ ա գնում, որ միգուցե այս փոխհատուցման հետ կապված կոնկրետ հիմա իրավաբանական անձանց ենք դիտարկում։ Դա կառավարության որոշման համաձայն։ Ներկա փուլում, ընթացիկ փուլում։ Չէ, որ արել ենք, այդ փուլը, այո, այդ փուլը վերաբերվել է իրավաբանական անձանց։ Ֆիզանձանց չի վերաբերվել, բայց մենք դիտարկել ենք, հիմա ֆիզանձանց հարցը երևի այլ տարբերակ կընտրվի, այլ ճանապարհ, չգիտեմ, հիմա քննարկում են, այդ փուլը քննարկում են։ Շատ լավ, շնորհակալություն ձեզ։ Կուզեմ նաև հակիրճ երկու խոսքով ներկայանա նաև ճգնաժամային կառավարման կենտրոնից պարոն Ավետիսյանը իրականացրած աշխատանքների, խնդիրների, եթե տեղին է, հա, այս պահին նախնական։ Ողջունում եմ բոլորիդ։ Կներկայացնում եմ 2024 թվականի մայիսի 26-ին ժամը 1:56 ՀՀՆԳ, այսինքն Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության փրկարարծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնը հազանգստացվել, որտեղ եւ աստեղ գետերի վարման հետևանքով ավտոմեքենաներ են արգելափակվել, ջրածածկվել են տարածքներ, ճանապարհներ են փլուզվել եւ այլն։ Այդ վարման հետևանքով ունեցել ենք հետևյալ վնասները։ Ջրալցվել են 10 բազմամանակարան շենքեր, 42 առանձնատներ, 24 արտադրական եւ հասարակական նշանակության շենք-շինություններ։ Փլուզվել են 3 առանձնատներ, M4 ավտոճանապարհի 5 հատվածներ, 1 հետիոտնային, 1 ավտոմոբիլային կամուրջներ, կիսաքանդ վիճակում են 2 ավտոմոբիլային կամուրջներ, հենապատ է փլուզվել մոտ 50 մետր երկարությամբ, ջրածածկվել են ոռոգման պոմպակայաններ, արհեստական լեճեր, ավտոմեքենաներ, ավտոտնակներ,
ներհամայնքային ճանապարհներ, էլեկտրամատակարարման համակարգեր։ Մարզային փրկարարական վարչության կողմից այս վերոնշյալ աղետի հետևանքները վերացման նպատակով ներգրավել են 236 փրկարարական ծառայողներ։ Տեղից մաքրվել է մոտ 9500 քառակուսի մետր տարածք, դուրս է մղվել 1200 խորանարդ մետր ջուր, 50 տներից դուրս է բերվել վնասված գույք։ Այսքանը կատարած իհարկե շատ են եղել, բայց մոտորապես հակիրճ ժամանակը, որպեսզի սուղա, նենց մանրամաս չներկայացնեմ, ահռելի աշխատանք է իրականացվել ու կարճ ժամկետը։ Ես թվում է մեր առջև դրված խնդիրները իրականացրել ենք նորմալ վիճակով։ Շատ լավ, շնորհակալություն։ Իհարկե կունենանք առիթ դեռևս քննարկման փուլում կոնկրետ խնդիրներին անդրադառնալու, բայց մինչ այդ որպեսզի որոշակի նաև լսարանը պատկերացում ունենա ինչ ծավալի վնասների եւ ինչ տիպի խնդիրների մասին է խոսքը գնում, թույլ տվեք զեկույցի հիմնական արդյունքները նշել։ Պարոն Ավետիսյանը արդեն ընդհանուր գծերով ներկայացրեց այն վնասները, որ հասցվել է ջրհեղեղի պատճառով, եթե երկու մարզերը հանրագումարային ասենք, ապա ունեցել են եւ մարդկային կորուստներ, 4 զոհ է եղել, 2300-ից ավելի մարդ է տարհանվել իրենց բնակարաններից, հսկայական վնաս է հասցվել ենթակառուցվածքներին, այդ թվում ճանապարհներ, գլխավոր մայրուղի, հանրային ու մասնավոր գույքին մեծ վնաս հասցվել։ Սրա մասին շատ չեմ ուզում խոսել, որովհետև զեկույցը նախ ձեզ ուղարկվել է, դրա մասում համապարփակ տեղեկատվություն կա, սակայն ուղղակի այս կետում ուզում եմ արձանագրենք, որ իսկապես իր մասշտաբով եւ համայնքների վրա ունեցած բացասական հետևանքներով այս աղետը աննախադեպ էր վերջին առնվազն, եթե չեմ սխալվի, 30-40 տարիների կտրվածքով։ Որպեսզի նաև թվերի տեսքով պատկերացում ունենաք, ինչ մասշտաբի ու ծավալի աղետի մասին է խոսքը գնում, ապա վնասի եւ կորուստի հաշվարկով երկու մարզերի վրա ազդեցությունը ջրհեղեղի գնահատվել է մոտ 82.43 միլիոն ԱՄՆ դոլար։ Սա հսկայական գումարներ են։ Տավուշի մարզին վնասը եւ կորուստը հաշվարկվում է մոտավորապես 33 միլիոն ԱՄՆ դոլար, իսկ Լոռու մարզում 49.43 միլիոն ԱՄՆ դոլար։ Այս թվերը հաշվարկները մենք վերցրել ենք Միավորված ազգերի կազմակերպության UNDP կողմից իրականացված հետաղետային վնասների գնահատման զեկույցից, որովհետև միայն այս զեկույցում ունենք քիչ թե շատ համապարփակ տեղեկատվություններ, եւ վերականգնման ծախսը, աղետի հետևանքով պատճառված վնասների վերականգնման կարիքը գնահատել է մոտ 116 միլիոն կլորացված 116 միլիոն ԱՄՆ դոլար։ Սա ահռելի հսկայական գումարների մասին է խոսքը եւ հետազոտության իրականացնելու վերջին էտապի փուլի դրությամբ դա փետրվար ամիսն է ընկնում, պետության կողմից հատկացվել է բոլոր ծրագրերով միասին վերցրած մոտ 7.5 միլիոն ԱՄՆ դոլար։ Ես նշեմ, որ այս թիվը դուրս է բերել մեր կազմակերպությունը 7.5 միլիոն ԱՄՆ դոլարի հաշվարկը կատարել ենք մենք, հիմք ունենալով այն տեղեկատվությունը, որ ստացել ենք ամենատարբեր գերատեսչություններից, նախարարություններից, յուրաքանչյուրը իր իրականացրած ծրագրերի մասով որոշակի տեղեկատվություն է տրամադրել եւ հանրագումարի բերելով ստացել ենք այս թիվը։ Եթե վերականգնման տեսանկյունից որ ոլորտն է ամենախոցելին եւ որտեղ է ամենաշատ վնասը հասցվել, ըստ այդ գնահատման դա տրանսպորտի ոլորտն է, խոսքը ոչ միայն տրանսպորտային միջոցներին հասցված վնասների մասին, այլև ենթակառուցվածքներին, ճանապարհներ, մայրուղիներ, հենապատեր, կամուրջներ եւ հաջորդաբար հաջորդ ոլորտը գալիս է գյուղատնտեսության ոլորտը, մարդկանց մասնավոր գույքին հասցված վնասների մասին է գալիս եւ կարեւոր բացահայտումներից մեկը, որ այս հետազոտության շրջանակում արվել է, որ կարիքների մեծ մասը երրորդ տեղում աղետների ռիսկերի պլանավորման հետ կապված կարիքն է դուրս բերվել որպես խնդիր, այսինքն այս ոլորտում լիքը անելիքներ կան։ Ես մեկ տվյալ էլ կուզեմ ներկայացնել, եթե սեփականության տեսակով փորձենք վնասը եւ կորուստը ներկայացնել, ապա մեծ մասի իհարկե կորուստի հասցվել է այնուամենայնիվ հանրային ոլորտին, մոտավորապես 42 եւ 92%-ը, մասնավոր
ոլորտին հասցված վնասը կազմում է 39%, պարզ է, խոսքը մասնավոր գույքին հասցված վնասի մասին է։ Սա ընդհանուր գույներով այժմ ներկայացնեմ այն խնդիրները, որը մեր հետազոտության ընթացքում դուրս ենք բերել, Եվ տրամաբանական շղթան նաև որպեսզի ձեզ համարել պարզ լինի, մասնագետները քաջատեղյակ են ոչ մասնագիտական խմբի համար ասեմ, որ աղետների ռիսկի կառավարումը ինքը փոխշահկապված գործընթաց է, որը սկսվում է աղետների ռիսկի բացահայտումից, կանխումից եւ կանխարգելումից, սա առաջին փուլն է։ Այս հետազոտության արդյունքում եւս մեկ անգամ արձանագրեցինք, որ այս մասով հսկայական բացեր կան, համայնքներից եւ ոչ մեկը ապահովված չի եղել ռիսկերի վաղ բացահայտման համակարգերով եւ թերևս սրանով է պայմանավորված, որ աղետի այսչափ մեծ ազդեցությունը համայնքների վրա, այսինքն աղետի նախորդող ժամանակահատվածում չեն իրականացվել համակարգային մոտեցումներ, համակարգային լուծումներ չեն իրականացվել, որպեսզի կանխվի ռիսկերը նախորդող փուլում կանխվեն։ Հասարակ օրինակ բերեմ, այդ մասին նաև տնտեսվարողների հետ խոսակցությունների ընթացքում էս թեման դուրս եղավ, սելավատարերի մաքրման, սիստեմատիկ մաքրման մասին է, կամ սելավատար համարվող տարածքների պահպանման ուղղությամբ աշխատանքներ հետևողականորեն համայնքներում չեն իրականացվել։ Եվ խնդիրների հաջորդ խումբը, որ վաղ բացահայտման կանխարգելման հետ են վերաբերվում, հիմնականում համայնքային մակարդակում ենք տեսնում, հիմա ասեմ ինչու, պարոն Խարատյանը նշեց, որ համայնքապետարանները իրավազոր չեն եղել, որոշ գործողություններ իրականացնելու եւ դա մենք էլ ենք ուզում այսօր դրա մասին խոսել եւ արձանագրել, որ դա խնդիր է։ Իրականում համայնքները ներկա օրենսդրական բոլոր կարգավորումներով, այդ թվում տեղական ինքնակառավարության մասին օրենքով, չունեն ռիսկերի բացահայտման, կանխարգելման, մեղման ուղղությամբ աշխատանքներ կատարելու իրավասություններ։ Համանման աշխատանքների իրականացումը հնարավոր է միայն պետության կողմից իրավասություններ լիազորությունների արտապատվիրակման պայմաններում։ Եվ եթե անգամ հիպոթետիկ պատկերացնենք, որ այս աղետի, մայիսյան աղետին համայնքները միայնակ առերեսվեն, ապա ունեցած ֆինանսական միջոցները, ռեսուրսները բավականաչափ չեն լինի միայնակ ինքնուրույնաբար այդ աղետի հետևանքները վերացնելու համար։ Ներկա բյուջետային կառուցվածքում համայնքային բյուջեի ընդամենը 5%-ն է նախատեսված արագ արձագանքման եւ կանխարգելման միջոցառումների իրականացման համար։ Իսկ սա բավականին փոքր ֆինանսական հատկացումներ է։ Այլ խնդիրների մասին էլ խոսենք, մեծ խնդիր ենք տեսնում այն, որ համայնքների մեծ ամասնությունը, եթե չասենք մոտավորապես 99%-ը, չունեն աղետների ռիսկի կառավարման պլաններ։ Ինչ է նշանակում աղետների ռիսկի կառավարման պլան, սա համայնքի համակարգային մոտեցումն է, հանրային կառավարման տարբեր գործընթացներում պլանավորել հնարավոր ռիսկերը եւ մշակել սցենարներ, որը հնարավորություն կտան այդ վնասները չեզոքացնել։ Օրինակ բերեմ, տարածքային պլանավորումը կամ քաղաքի գոտիավորումը իրականացնելիս դա շինթույլտվության տրամադրումն է, դա աղբավայրերի համար տարածքների հատկացումն է կամ ճանապարհաշինարարության իրականացումը։ Այս բոլոր աշխատանքների իրականացնելիս համայնքը եւ նրանում առանձին բնակավայրերի խոցելիությունը հնարավոր ռիսկերի նկատմամբ չի գնահատվում։ Դրանով է պայմանավորված նաեւ, որ այս չափ վնաս են կրել մեր ենթակառուցվածքները, որովհետեւ ճանապարհները, հիմնական կոմունիկացիաները, հաղորդակցության կապերը անցել են այն տարածքներով, որոնք նախատեսված չեն եղել կառուցման համար։ Սա խոսում է իհարկե ինստիտուցիոնալ բացի մասին եւ նաեւ փորձագիտական պատրաստվածության մասին։ Համայնքները չունեն այդ պատրաստվածության ներկա պահին, բայց դա անհրաժեշտություն է։ Եվ մեկ օրինակ բերեմ, որպես ապացույց այն, որ այսպիսի պլանների ունենալը համայնքներին կարող է փրկել իսկապես կամ մեղմել հնարավոր աղետների ազդեցությունը։ Տուժած համայնքների ցանկում եղել է նաեւ, հիմա այստեղ բացենք, նաև Ստեփանավանը, Լոռու մարզի Ստեփանավանը եւ ըստ գնահատումների սա ամենակիչ տուժած համայնքն է աղետից, որոշ փորձագիտական համայնքի ներկայացուցիչներ սա կապում են նրա հետ, որ Ստեփանավանն այն եզակի համայնքներից է, որ այնուամենայնիվ ունեցել աղետների ռիսկերի կառավարման պլաններ եւ շատ շինարարական աշխատանքներ իրականացվել են հենց այդ պլանով նախատեսված նորմերի պահպանմամբ, ինչը թույլ է տվել առնվազն գոնե ենթակառուցվածքները փրկել հնարավոր փլուզումներից կամ մասնակի կամ ամբողջական ավերամից։
Եվ համայնքային մակարդակում ամենավերջին գրանցված խնդիրը, որ կուզենք այս մասին խոսել, դա առհասարակ համայնքապետարանների աշխատակիցների պատրաստվածությունն է, մասնագիտական պատրաստվածության պակասն է։ Առհասարակ համանման աղետներին արդյունավետ դիմագրավելու համար համայնքապետարանները, եւ սա նշեմ, որ հենց համայնքապետարանների կողմից բարձրաձայնած խնդիր է, բազմապրոֆիլ մասնագետների կարիք են ունեցել։ Նույն գույքագրման աշխատանքները, որ նշեց պարոն Խառատյանը, բավականին մեծ խնդիրներով են իրականացվել։ Նախ համայնքային հանձնաժողովները, որ ձևավորվել են, իրենք աղետի պահին մոբիլիզացված չեն եղել անմիջապես աշխատանքի անցնելու համար։ Ավելին ասեմ, նույն նոյեմբերյանում համայնքային այդ հանձնաժողովները ձևավորվել են աղետին հաջորդող օրերին, մի քանի օր ուշացումով, եւ արտակարգ իրավիճակներում անգամ մեկ օրը ինքը կարող է քրիտիկական նշանակություն ունենալ եւ արագ արձագանքման տեսանկյունից խնդիրներ ստեղծել։ Այսինքն այդ խմբերը կան, ձևավորված են որոշ դեպքերում, օրինակ Իջևանը եւ Դիլիջանը ունեցել են աղետին նախորդ, այո, Իջևանը եւ Նոյեմբերյանը նախորդող տարիներին ունեցել է ձևավորված համապատասխան հանձնաժողովներ, Նոյեմբերյանը չի ունեցել։ Բայց եթե համեմատության մեջ ես դնում, արձագանքը բոլոր համայնքներում գրեթե եղել է նույնը։ Եթե նույն Իջևանի հանձնաժողովի գործունեությունն ենք փորձել վերահսկել մի քանի ամիսների կտրվածքով, ապա ակնհայտ է, որ եղել են կազմի արագ փոփոխություններ ջրհեղեղից հետո, սա նշանակում է, որ նաև հասկացել են, որ այն կազմը, որ ձևավորվել է, բավարար պատրաստվածություն չունի արագ արձագանքման համար։ Սա այս մասով հաջորդ արդեն գործարկվել են պետության կողմից սոցիալական աջակցության եւ պետական փոխհատուցման ծրագրերը, խոսքը թվով 4 ծրագրերի մասին է, որոնցից առաջինը դա սոցիալական աջակցության ծրագրերն են։ Դրանք հիմնականում առաջին անհրաժեշտության հրատապ արձագանքման ծրագիրն է եղել։ Այս ծրագիրը կոորդինացվել է միասնական սոցիալական ծառայության կողմից եւ մեր գնահատմամբ սա ամենահաջող իրականացված ծրագրերի կողմից է։ Նշեմ, որ միասնական սոցիալական ծառայությունը բավականին հրատապ եւ օպերատիվ կերպով կարողացել է տրամադրել բոլոր այն ինֆորմացիան, որ ունեցել է բավականին տարբերակված ձևով, ինչ թույլ է տալիս նաև ենթադրելու կանխավարկած ունենալ, որ բավականին համակարգված են եղել աշխատանքները։ Այս ծրագրի շրջանակներում ընդհանուր առմամբ ՄՍԾ-ի հաղորդած տվյալներով ստացվել է 621 դիմում, որի ճնշող մեծամասնությունը ստացվել է Լոռու մարզից, խոսքը գնում է ավելի դիպուկ եւ ճշգրիտ լինելու համար 578 դիմումի մասին, իսկ մնացած դիմումները 115 դիմումի մասին է խոսքը գնում, ստացվել է Տավուշի մարզից։ Եթե տոկոսային բաշխմամբ ասենք, դիմումների 80%-ը ստացվել է մոտավորապես Լոռու մարզից եւ 20%-ը Տավուշի մարզից։ Իհարկե ոչ բոլոր դիմումներն են ընթացք ստացել եւ բավարարվել, կրկին տոկոսային բաշխմամբ եթե ասենք, ստացված դիմումների մոտավորապես 93%-ն է բավարարվել, 7%-ը ոչ։ Մերժման հիմքերի ակունքների այսպես ուսումնասիրելից հիմնականում խնդիրները պայմանավորված են եղել դիմումների ներկայացման սխալ ընթացակարգերի կամ փաստաթղթերի հետ, ինչ որ շահառուները ունեցել են անձնագրային խնդիրներ, բանկային հաշիվների հետ խնդիրներ, փաթեթները սխալ են ձևավորվել եւ ուղարկվել, այսինքն հիմնականում այս տիպի խնդիրներ են եղել եւ այս մակարդակում նաեւ կուզեմ ասեմ, որ աղետին դիմագրավելու տեսանկյունից ոչ միայն համայնքներն են ունեցել պատրաստվածության պակաս, այլ նաեւ քաղաքացիները եւ փրկարարավորողական աշխատանքների մակարդակում անգամ քաղաքացիների վարքագծային որոշակի դրսևորումներով կամ ճիշտ վարքագծի դրսևորման արդյունքում նաեւ այդ աշխատանքների իրականացման մակարդակում են եղել որոշակի խնդիրներ։ Եթե այս մասով որից է բան եք ասելու, եթե չէ փորձեմ առաջ անցնել։ Դե հավելեմ, որ Իջևան տարածքային կենտրոնի Իջևան խոշորացած համայնքում քանի որ ֆիզիկական անձանց բարեբախտաբար աղետը մաս չի պատճառել, մենք ընթացքից միացել ենք կարիքի գնահատման եւ աշխատանքներին եւ իրականացվող աշխատանքների ստեղծել, բայց քանի որ փոխհատուցում չի տրամադրվել,
փոխհատուցում մեր քաղաքացիներին չի տրամադրվել ընթացակարգից, ոնց որ ընթացքից մենք դուրս ենք եկել։ Բայց տեղյակ ենք, որ շատ համակարգված ու շատ ճիշտ պլանավորված աշխատանք է իրականացրել միասնական սոցիալական ծառայությունը, անմիջապես մի քանի ժամվա ընթացքում արձագանքել անձամբ ծառայության պետը եւ ծառայության պետի մակարդակով են իրականացվել հանդիպումները եւ քաղաքացիների հետ եւ տնտեսվարողների։ Իհարկե գործընթացը իրականացնելուց հետո կարիքի գնահատումները եւ վնասի փոխհատուցումները գույքագրելուց հետո դե իրականացվում է մի քիչ թղթաբանություն, մի քիչ բյուրոկրատիա, մի քիչ գործընթացը երկարել է, բայց մարդիկ հիմնականում ստացել են բոլոր փոխհատուցումները, իսկ այդ մերժված դիմումների վերաբերյալ ես կասեմ էլի նույնը, քաղաքացիների փաստաթղթավորման հետ կապված ոնց որ մեղքը չի եղել պետական կառույցի վրա։ Շնորհակալ։ Ձեզ շնորհակալություն։ Կիսակատակ երբեմն ասում են, որ այս աղետը նպաստեց նրան, որ մարդիկ վերջապես կարգի բերեցին իրենց փաստաթղթերը։ Սեփականության հետ կադաստրի փաստաթղթեր կարգավորել անձնագրերի հետ, բանկային հաշիվների հետ կապված, մի խոսքով դրական ինչ-որ ազդեցություն էլ ա եղել։ Նաև սոցիալական աջակցության ծրագրերի չափի մասշտաբի մասին պատկերացում ունենալու համար որոշ թվեր ընդհանուր առմամբ այս ծրագրի շրջանակներում մինչև փետրվար ամիսը մեծ տրամադրած տեղեկությամբ հատկացվել է պետության կողմից 127 միլիոն 760 հազար դրամ։ Դրանից 4 միլիոն ուղղվել է զոհված 4 ընտանիքներին, այսինքն զոհված ընտանիքների պարագայում սոցիալական աջակցության չափ սահմանվել է մոտ 1 միլիոն։ Բնակության համար նախատեսված փաստացի օգտագործած անշարժ գույքի վնասի հիմքով վճարվել է մոտավորապես 40 միլիոն 610 հազար դրամ, ճնշող մեծամասնություն իհարկե Լոռու մարզում, որտեղ վնասը այնտեղ անհամեմատ մեծ է եղել եւ ավելի քիչ մասով Տավուշի մարզում, խոսքը ընդամենը 2 միլիոն 160 հազար դրամի մասին է, եւ բնակության համար չնախատեսված փաստացի օգտագործված շինության վնասի հիմքով վճարվել է 83 միլիոն 150 հազար դրամ։ Կրկին մեծ մասը գնացել է Լոռու մարզ 64 միլիոն մոտավորապես կլորացված թվերով եւ 18 միլիոն 850 հազար Տավուշի մարզ։ Այս մասով նշեմ, որ նաեւ քաղաքացիների շրջանում անցկացրած ֆոկուս խմբային քննարկման ընթացքում այս ծրագրի հետ կապված մեծ դժգոհություններ չենք ստացել։ Այսինքն քաղաքացիները եթե անգամ մերժվել են, իրենք էլ են ասում, որ խնդիրները իրենց հետ են եղել։ Մեկ այլ բան, այստեղ որ նշեմ, այնուամենայնիվ սոցիալական աջակցության եւ փոխհատուցման ծրագրերի գործարկումը անհամեմատ ուշ է սկսվել աղետից հետո, օգոստոս ամսվա դրությամբ դեռևս ոչ ոք ստացած չի եղել եւ պատճառների ակունքները կրկին եմ ասում, կապված են եղել եւ մեթոդաբանության հետ, տվյալների հավաքագրման եւ ձևաչափերի ծրագրերի գործարկելուց հետո ձևաչափերի փոփոխության հետ, այսինքն մարդկանց նախ պահանջել են ներկայացնել X փաստաթղթեր, հետո հասկացել են, որ այլ ձևաչափերով պետք է ներկայացվեն, այլ փաստաթղթերի կարիք կա, այդ դիմումները չհարկվել են, նորից են կազմվել, այսինքն այս խառնաշփոթը նաեւ մեթոդաբանական մակարդակում խոսում է համայնքների եւ ընդհանրապես պետության չպատրաստվածության մասին։ Մեթոդաբանության մակարդակում մեկ խնդրի մասին էլ կուզեմ խոսել։ Ընդհանրապես սոցիալական աջակցության պետական փոխհատուցման ծրագրերի ձգձգումը ինչով է նաեւ պայմանավորված եղել, որ նաեւ հաշվարկների մեթոդաբանության հստակեցման կարիք է եղել։ Անգամ առ այսօր այս խնդիրը մնում է, որովհետև առաջարկված մոդելներով եւ հաշվարկներով փաստորեն փոխհատուցվել է միայն ուղղակի վնասը, այլ ոչ նաեւ կորուստները, օրինակով բերեմ, որ ավելի պարզ լինի, փոխհատուցման համար հիմք հանդիսացել ենթադրենք, քանի ծառ է վնասվել, ասենք շահառուի մոտ, հա, բնակչի մոտ, քանի անուն, չգիտեմ, ծառատեսակի կորուստ է եղել, բայց այդ ծառը նաև պոտենցիալ որ պետք է տրամադրել, իսկ բերքով պայմանավորված կորուստի վնասի հաշվարկը փաստորեն այս բանաձևերը չեն հաշվառել։ Սա խնդիրներից մեկն է եւ մեթոդաբանության մյուս բացը, որ այսօր էլ շարունակում է մնալ, պետական ծրագրերը ինչու են ձախողել ուշ իրականացվել, դա այն է, որ համակարգված ինֆորմացիա, տեղեկատվություն ոչ մի ոլորտում փաստացի չի եղել։ Տրանսպորտի ոլորտը կլինի, բնակարանաշինության ոլորտը կլինի, գյուղատնտեսության ոլորտը կլինի, այսինքն պետք մինչև փոխհատուցումը մեկնարկել, նախ պետք է ունենալ բազային տվյալներ, ինչի հետ գործ ունենք։ Նոր այնուհետև հասկանալ ինչ կորուստի մասին է խոսքը գնում։ Քիչ թե շատ հաջողված եւ արդյունավետ է իրականացվել բնակարանաշինության ոլորտում իրականացված ծրագրերը եւ դա շնորհիվ նրա, որ կադաստրի պետական կոմիտեն ունեցել է
համակարգված տեղեկատվություններ տարածքների, շենքերի, շինությունների վերաբերյալ։ Որոշակի առումով գործընթացին օգնել են նաև մասնավոր կազմակերպությունները, դա էլեկտրական ցանցերն են, Գազպրոմը, Վիոլա ջուրը, որոնք իրենց ունեցած տեղեկատվությունն են փոխանցել պետությանը, սա էլ ինչ որ չափով ենթակառուցվածքների վերականգնման ուղղված աշխատանքները արագացրել, բայց ընդհանուր առմամբ այս խնդիրը էլի շարունակում է մնալ բաց, համակարգված տեղեկատվության բացակայությունը։ Անցնենք հաջորդ ծրագրին, դա ֆիզիկական անձանց պատճառված վնասի փոխհատուցման ծրագիրն է, որպեսզի ընդհանուր պատկերացում ունենաք խոսքը այս ոլորտում հասցված ինչ վնասների մասին է գնում, ընդհանուր գույներով եւ ուղղություններով ներկայացնեմ, վնասվել է մոտ 25 բնակելի տարածք, որոնք ենթակա չեն եղել վերանորոգման, էական վնաս է հասցվել 244 բնակելի տարածքի, վնասել է 155 սեփական տուն, 114 բնակարան եւ վնասվել է 161 տրանսպորտային միջոց, ընդ որում տրանսպորտային միջոցները 100%-ով եղել են մասնավոր սեփականություն, այսինքն հանրային տրանսպորտին վնաս չի հասցվել։ Այս ոլորտում ընդհանուր վնասը գնահատվում է 33.2 միլիոն ԱՄՆ դոլար, որից 0.99 միայն տրանսպորտային միջոցներին հասցված վնասի մասին է խոսքը գնում։ Ինքներդ էլ եք հասկանում, որ սրանք ահռելի մեծ գումարներ են։ Ինչ է արվել այս ծրագրի շրջանակներում, ինչ հատկացումներ են արվել։ Ոլորտին ուղղված պետական հատկացումները այս ծրագրի մասով կազմել են 1 միլիարդ 150 միլիոն դրամ, որից 178 միլիոնը միայն ուղղվել է Տավուշի մարզին։ Ես ինչպես ասեցի, մեզ համար թիրախ է եղել հատկապես այն ծրագրերը, որ Տավուշում են իրականացվել եւ առանձնացրել են կոնկրետ այդ տվյալները։ Տավուշու մարզում վնասվել են ընդհանուր առմամբ 19 բնակելի տուն, Նոյեմբերյան համայնքում 9, Բագրատաշենում 6, Դիլիչանում 4 եւ վնասի փոխհատուցման համար հատկացված ֆինանսական միջոցները վերանորոգման առաջնային գույքի բնականի գնման վկայքի համար կազմել է 89 միլիոն 702.900 դրամ։ Քանի որ այս ծրագրի շրջանակներում ներառված է եղել նաև տրանսպորտային միջոցների փոխհատուցման ծրագիրը, մի երկու բառով էլ զուտ անդրադառնամ այս ծրագրի փոխհատուցման ոլորտում առկա խնդիրների մասին։ Մեր հետազոտության արդյունքները նաև փաստում են, որ մեծագույն խնդիրներ են եղել հատկապես տրանսպորտային միջոցների փոխհատուցումը կազմակերպելիս։ Դա պայմանավորված եղել են հանգամանքով, որ տրանսպորտային միջոցներին հասցված վնասը գնահատել են երկու ապահովագրական ընկերություններ, որոնք ընտրվել է պետության կողմից, եւ ոչ համաչափ գնահատական է տրվել վնասներին, օրինակի համար նույն մակնիշի մեքենային համանման վնասի համար այդ ապա ընկերություններից մեկը տվել է վնասի X գումար է հատկացրել, երկրորդը Y, եւ այդ թվերի մեջ տարբերությունը հսկայական է եղել։ Եվ երբեմն շատ անարդարացված ցածր են գնահատվել փոխհատուցման գումարներ եւ դրանով պայմանավորված բավականին շատ քաղաքացիներ ուղղակի հրաժարվել են ստանալ այդ գումարները։ Այսինքն չի եղել միասնական մոտեցում, ստանդարտ մեթոդոլոգիություն, ինչպես պետք է գնահատվեն տրանսպորտային միջոցներին հասցված վնասները եւ առաջնորդող է եղել ապա կազմակերպության կողմից առաջադրված մեթոդաբանություն, ինչը բերել է այսպիսի խնդիրների։ Մյուս ծրագիրն էլ արագ ներկայացնեմ եւ անցնենք քննարկման, սա այն ծրագիրն է, որտեղ դժգոհությունների ամենամեծ տոկոսն ենք, այսպես դուրս բերել։ Մեր գնահատմամբ ամենաթերի գործարկված ծրագրերից մեկը դա տնտեսվարողների կներեք սխալ ֆայլ եմ բացել, տնտեսվարողների տնտեսվարողներին հասցված վնասի փոխհատուցման ծրագիրն է, խոսքը բիզնեսներին պատճառված վնասի փոխհատուցման ծրագիրն է, ընդհանուր առմամբ 181 միլիոն 982.000 դրամ է հատկացվել պետական միջոցներից, սակայն վնասը կազմել է 6 միլիոն ԱՄՆ դոլար կլորացված։ Եթե համայնքներից ամենաշատը տուժել է Ալավերդին, ամենակիչը Թումանյան համանքը, ընդհանուր առմամբ այս ծրագրի շրջանակներում ստացվել է 117 դիմում, 95-ը Լոռուց, 22-ը Տավուշից եւ տրամադրվածության չափը Լոռում կազմել է 136 միլիոն, Տավուշում 45 միլիոն դրամ։
որպեսզի հասկանանք պետական հատկացումները ընդհանրապես պատճառված վնասին ինչ չափով են ծածկում, մեր հաշվարկներով դա գալիս է մոտավորապես 29%, 30%։ Եթե հղում կատարենք միջազգային պրակտիկային, ապա բիզնեսին հասցված վնասի փոխհատուցումը իրականում այնքան էլ չպետք է լինի պետության անելիքը, եթե նայում ենք միջազգային կարգավորումներին։ Բիզնեսը սրան նախորդող ժամանակահատվածներում պետք է մտածեր իր բիզնես միջավայրը ապահովագրելու մասին։ Ցավոք սրտի մեզանում չկա բիզնեսները ապահովագրելու մշակույթը եւ սրանով պայմանավորված նաեւ հասցված վնասն է մեծ եղել։ Իհարկե շատ են եղել դժգոհություններ այս ծրագրի հետ կապված, Իջևանում կոնկրետ տնտեսվարողները մեր ստացած տեղեկություններ փոխհատուցում չեն ստացել, որտեղ խոսքը ահռելի գումարների մասին է, եւ իրենք են հասկանում, որ մեծ ակնկալիքներ ունենալ փոխհատուցման մասով չարժե։ Մեծ խնդիրներ են եղել նաև անգամ դիմումների ներկայացման գործընթացում, ինֆորմացիոն խզում է եղել, հա, չեն իմացել կոնկրետ ժամկետները երբ պետք է ներկայացնեն դիմումները, ինչ ձևաչափով պետք է ուղարկեն, ավելի ներկայացնելուց հետո չեն ստացել հետադարձ պատասխան մերժումի կամ հաստատումի մասին։ Մի խոսքով այստեղ ավելի մի փոքր թափթփվածություն ենք նկատել ծրագրերի կոորդինացման եւ իրականացման համար։ Նաև ենթադրում ենք, որ ամեն դեպքում պետության համար առաջնային է եղել ֆիզիկական անձանց պատճառված վնասների փոխհատուցումը այնուամենայնիվ։ Եվ վերջին անուն ծրագիրը դա գյուղատնտեսության ոլորտում հասցված վնասների փոխհատուցման ծրագիրն է։ Մեր գնահատմամբ սա ամենաարդյունավետներից մեկն է, որ իրականացվել է։ Իրական երբ խոսենք գյուղացիների հետ, այդպիսի հնարավորություն ունեցել ենք Այրումում, ահագին գոհ են այն ծրագրերից եւ այն աջակցության չափից, որ ստացել են, ավելին ասեմ, շատերը նշում են, որ հույս չունեն, որ առհասարակ որևիցե փոխհատուցում կստանան, նաեւ նշում են, որ վերջին տարիներին սա աննախադեպ դեպք է, նախկինում էլ փոքր չափի այսպես վնասներ կրել է գյուղատնտեսությունը, բնական աղետներով պայմանավորված եւ այլ, բայց պետությունից ոչ մի անգամ արձագանք չի եղել, այս պարագայում ստացել են, ոլորտին հասցված վնասը կազմում է 19 միլիոն ԱՄՆ դոլար, եւ մարզպետ աշխատակազմի տրամադրած տվյալների մարզում տուժել է մոտ 307 գյուղացիական տնտեսություն, որից մեծամասնությունը 292 նոյեմբերյանում, 15 դիլիջանում փոխհատուցման նպատակով հատկացած գումարը կազմել է մոտ 48 միլիոն դրամ։ Վնասվել է 20,000 ծառ, 270 թռչուն, 60 գլուխոս, խոճկոր, 74 մեղվափեթակ, 8 գլուխ մանր եղջերավոր անասուն։ Բնականաբար այս թվերի հիշելու կարիք չկա, այդ զեկույցում դրանք բոլորը զետեղված են։ Նշեմ, որ ծրագրի երկրորդ փուլն է ակնկալվում իրականացնել մարտից հետո, երբ ծառերը ծաղկման շրջանը կլինի եւ կհասկանան առհասարակ որ ծառերն են, որ այլևս բերքատու չեն կամ անպիտան են, եւ նաեւ երկրորդ փուլը կգործարկվի ըստ այդմ։ Սա առաջարկությունների բլոկ ունենք, բայց ես կարծում եմ հիմա ավելի ճիշտ ժամանակն է, որ այն ամեն ինչի ես ներկայացրեցի, մի փոքր ավելի երկար տևեց, քան ակնկալում էի, լսածի հետ կապված ձեր դիտարկումները, առաջարկությունները ներկայացնենք, խոսենք եւ հետագան նաեւ առաջարկությունների բլոկին կանդրադառնամ։ Խնդրեմ։ Խնդրեմ։ Ներկանակ նոր Վահագ ջան, նախ ներկանակ ավականու անդամ։ Ներկայացրեցիք, որ մարդիկ են եղել, որ չեն կարիցել այդ դիմումները ճիշտ լրացնեն, չէ՞, ու դուրս են մնացել այդ բաներից, ու դա ինչքանով է ճիշտ, եթե չի կարեցել դիմում ճիշտ լրացնի ու դուրս մնա։ Այսինքն չէր կարելի մի հատ են հանձնաժողով, որ ասում եք ունենք, մի հատ էլ հանձնաժողով ունենակ, որ մարդկանց օգնեն, որովհետև կարող է մի հատ տարեց պապիկա ինչ որ լուրջ վնաս է կրել ու չի կարում այդ դիմումը լրացնի, օգնողել չունի ու վсё գնաց, մարդը ոչ մի բանից չի օգտվում, եթե օգնությունը կարելի դրանում։ Կարա չլինի այդ հարցերել արդեն։ Այդ աշխատանքի, իրական ես չեմ պատասխանող կողմես հարցի, բայց ես արձագանք եմ։ Դիմումների կազման, ուղարկման, ներկայացման համար համայնքային հանձնաժողովներն են պատասխանատու եղել, համայնքապետարանները։ Գույքը նույն Այրումում այդպես է եղել։ Եթե դիմեի, համայնքապետարանը կարձագանքեր Ալպերյան ջան։ Այրումում այդպես է եղել համայնքապետարանի վրա նման ֆունկցիա դրված չի եղել։
աջակցություն դիմումների ներկայացմանը։ Եթե դիմեին, համայնք անպայման կաջակցեր։ Հիմա եթե մարդը չի դիմել, համայնքապետարան, մտածել են, որ իրանք ուղիղ իրանք գործառույթը արել են, որովհետև տենց պետք է լինի։ Ուղիղ դիմումները պետք է ներկայացնեն համապատասխան ներողություն էլի։ Ռամջան սեմինարի է։ Որ տենց բան կա կամ ուրիշ չունենալով չեն դիմել։ Կարող է նույն հանձնաժողովը, որը չկա էլի, այդ որ օգնի նրանց, կարող է նույն հանձնաժողովը մի հատ հետաքրքրվի ու ինչ վնաս է եղել, որովհետև շատերը հուսախաբացել են, չէ, դրա համար չեն դիման։ Մեկ էլ մի հարց էլի, ասացիք քանի միլիոն դոլարի մեքենաների անհատների մեքենաների վնասա պատճառով է։ Ընդհանուր վնասը երկու մարզերում։ Ձեր ամբողջ 99 միլիոն։ Այսինքն դա կոնկրետ ինչքան է անում առանց զրոյի։ Դե պետք է հիմա դնել հաշվարկել։ Ես մի փոքր հավելում անեմ։ Հա, հիմա կտանք ձեզ խոսքը։ Չէ, Այդքան։ նայեք Վագ ջան, մի հատ հավելում էլ անեմ։ Բան էի լսել 33 ինչ որ տեստիվ լսեց $1 Երբ որ շահառուները ներկայացվել են, որ փոխհատուցում չեն ստացել, մենք ուղիղ կապնվել ենք գերատեսչությունեն համապատասխան։ Այնտեղից ասել ենք, չէ՞ որ փաթեթները ձեզ մոտ կա։ Այդ շահառուների անունազգանուններով բան, դուք եթե տեսել եք, որ այդ փաթեթները իրենք չեն ներկայացրել, ինչ չեք կապ հաստատել, ասել, որ մարդիկ փաթեթները չեն ներկայացրել։ Իրանք բարձաբանում են տվել, որ կարող է փոշմանել են, կարող է ապահովագրված են եղել։ Դրա համար մենք չենք արձագանքել։ Այսինքն այստեղ կապը ուղիղ եղել է դուժող կողմը, շահառու եւ գերատեսչություն։ Եթե մարդը դիմեր համայնքապետարան, անպայման մենք մեր պատվիրակված բոլոր գործառույթները մենք արել ենք։ Վաղճան։ Դու ճիշտ ես ասում։ Գիտեմ։ Չէ, ես գիտեմ։ Դու ճիշտ ես։ Մեր մոտ էլ է դա հարց եղել։ Մեր մոտ էլ է դա այդ հարցը եղել է, ցավը տանե, մարդ խիդուս մնա։ Դու ճիշտ ես ասում։ Լսենք իրար։ Հա, դու ասեցիր հանձնաժողով։ Արփեն ասում է, պետք է հանձնաժողովը համայնքապետարանը իրականացներ։ Մենք նման գրություն, հանձնարարական, ոչ մի գերատեսչություն, մենք չենք ստացել։ Պարոն Խարատյան։ Բացարձակ։ Ահա, հիմա ես էլ արձագանքեմ սրան, իրական հանձնաժողովների գործառույթը ես ոնց ասեցի, ըստ պրոտոկոլու սահմանափակվել է բացառապես ցուցակագրման կարիքների։ Անկամ վնասի գնահատումը համայնքները չեն արել, ավելա նախարարությունները։ Մարզպետանի վրա չի։ Այո, մարզպետանը չի եղել, բայց այդ դիմումների ներկայացման գործընթացը մարզպետանի վրա չի եղել։ Այո, գիտեմ։ Եթե լիներ մարզպետան մեզ կհանձնարեր, իրենց վրա չի դրված եղել դա։ Ուղղակի դա երևի ոչ ճիշտ, չգիտեմ, այդ ընդհանցակարգ հետ կապված է եղել։ Ընդհանցակարգ հետ կապված է եղել։ Նախորոք հետագա այդ կողքաղետների դեմ պայքարելու համար ինչ որ ավելի արագ հարց լուծեն, չէ՞։ Եթե չկա տես բան, խնդրում եմ ներկայացնել, եթե քաղաքապետարան Մեր պատվիրակված բոլոր աշխատանքները մենք կատարել ենք, մարդիկ եկել են համապատասխան գերատեսչություններից 2-3 անգամ, տարբեր հանձնաժողովներով էկոնոմիկայի նախարարությունից, չգիտեմ, տարածքայինից, համապատասխան հանձնաժողովներ ձևավորած, եկել են, նայել են, մեր կազմած գույքագրումը ստուգել են, տեսել են, որ ամեն ինչ հստակ արված է։ Ինչ որ պատվիրակված եղել մենք կատարել ենք։ Հա, պարոն Խարատյան, մեղադրանքի տոնայնություն չկար, ես մի հա առաջարկությունն է նաև ասեմ, որ ընդհանրապես տարբեր սոցիալական խմբերի հետ խոսելով, դա եւ համայնքներն են, եւ շահառուներն են, եւ նախարարություններն են, բոլորը միաբերան ասվում են, որ հատկապես համայնքները աշխատել են իրենց ունեցած եղած կարողությունների ու ռեսուրսների մաքսիմումում, նույնիսկ քաղաքացիներն են, դժուժած քաղաքացիներն են դա ասում, այլ բան, որ այդ ունեցած ռեսուրսները այնուամենայնիվ բավականաչափ չեն եղել արդյունավետ ամեն ինչը եւ երկրորդ կարևոր խնդիրը, որ այսօր խոսում եք ու նաեւ առաջարկություն նաեւ դրա մասին է Վահագ ջան, որ համայնքներին կոպիտ ասած այս գործընթացից հատկացրել են ամենափոքր կտորը այն պարագային, որ համայնքը պետք է լիներ հիմնական դերակատարը։ Նույնպես հիերարխիկ կառուցվածքը խնդիրների հավաքագրման եւ փոխանցման, հա, համայնք, մարզ, նախարարություն ինքը բավականին հեռացրել է քաղաքացուն խնդիր լուծողներից։
Այսինքն քաղաքացուն շատ ավելի հեշտ կլիներ իր խնդիրները հասցեագրել համայնքային իշխանություն, եթե իրենք լինեին նույն ծրագրերի համակարգողները, բայց ստիպված են եղել նախարարություններ ուղարկել փեռավորության պայմանավորված արագ հնարավորության Հանրապետական հանձնաժողովը ձևավորված։ Մենք ներկայացել ենք իրենք պետք է որոշում կայացնեն, մենք որոշում կայացնող չենք։ Բայց այն ամենայնիվ անդրադառնամ որոշում կայացնողը մեկը պետք է լինի։ Դուք եք դա խնդիր տեսնում, ուզում եմ դա խոսենք։ Չէ, դե ով ֆինանսները հատկացնում է, ինքն էլ որոշում է կայացնում։ Տենց է ընդհանրապես, եթե մենք չենք հատկացնում ֆինանսները, դա ուղիղ շահառուի հետ են իրանք կոնտակտի մեջ մտնում, իրանք պետք է որոշում կայացնեն։ Մենք խուսափում ենք ճիշտ ասած որոշում կայացնելուց։ Այդ պարագայում էլի գնահատման արդյունքում Զորավարական նախապատրաստության բաժնետերն են, մարդը աշխատակազմի երկար տարիներ փրկարարություն եմ աշխատել, այդ ժամանակ ես փրկարարծառայությունում էի, ուրեմն տեսեք ընդհանրակարգը ոնց է, գոյություն ունեն համայնքային հանձնաժողովներ, ինչպես ասեցիք, նման իրավիճակներում համայնքային հանձնաժողովները իրականացնում են այդ վնասների գնահատում, որը բավականին ծանր process է, որ դուք ասում եք այդքան հեշտ է, այն որ գետը քշում տանում է, ասում է 4 հատ սառնարան եմ ունեցել 5 հատ լվացքի մեքենա, 6-7 ասում է, որը ինքը հանձնաժողովի համարել է ինքնըստինքյան խնդիր ստեղծվում։ Ու որ այդ հանձնաժողովը գնահատելով գնահած, այդ մարդիկ, որ արդեն կազմեցին այդ ամեն ինչը, իրանք ումը որ է, ասենք իմնա, հանձնաժողովը դիմում ասում է, պարոն Աբազյան, դիմում գրեք, որ ձեզ մոտ վնաս իրանց գնահատելը հələ դեռ չէ, որ Խարատյանն ասում էր, քաղաքացուն պետք է ասես ինքը դիմում գրի, որպեսզի այդ իր մոտ արձանագրվի, որպեսզի իսկ մեկ էլ ես այդտեղ ուզում եի անդրադառնամ ծառերի հետ կապված, դա դուք արդեն ասացիք, այդ ծառը 3 ձևի է, լրի ամբողջությամբ է վնասվել, մասամբ եւ չի վնասվել, որը նոր է երևալու, հանձնաժողովը նոր է սկսելու աշխատի։ Այ տեսեք 3 կատեգորիա եւ փոխհատուցման էլ 3 տարբեր բոլորի համար տարբեր է ինքը հլա չի երևում կարող է այդ մարդիկ ծառի բները բացել են ձմեռային այդ շրջանում ինչքան հնարավորություն ունեն բայց հիմա երևելու նա մասամբ է վնասվել ամբողջությամբ թե որպեսզի այդ ֆինանսավորողն էլ հասկանա թե ինչ է անում Այդ դրա համար դա իսկ դա էլ մի անգամ արվում, այնպես չի որ ասենք հիմա 10 մասամբ, հետո էլ ասի պա չորացավ, մեկ էլ ամբողջությամբ տենց չի։ Դրա համար սպասել են, որ այս աշխատանքները հիմա իրականացնեն։ Ընթացքում եթե լինի, ես կարձագանքեմ, հա։ Հա, խնդրեմ, Արինե ջան։ Շնորհակալություն, նորապանվագրական ընկերությունը եւ որ պայմանագիր կարիք մասը տեղեկատվություն ունեք, որ ենթադրենք սխալ գնահատում եղավ ու խտրականություն դրվեց երկու նույն մեքենայի նույն վնասվածքի վերաբերյալ։ Այդ խնդիրը ինչ որ կերպ կարգավորվել է, թե այդ ուղղակի հարցման արդյունքն է եղել, որ այդ ձև Շատ լավ, մեր ստացած տեղեկությամբ այս հարցը որ այս կերպ չի, то есть էլի քաղաքացի մնացել է իր վնասի վերաբերյալ որոշում կայացնող ինստիտուտի հետ դեմ արդեմ, հա, որոշողը եղել է քաղաքացին օգտվի, թե չէ։ Մեծ հաշվով ու անելիք է չունեցել, չենք ստացել տեղեկատվություն նրա մասին, որ ենթադրենք քաղաքացիների բողոքներ կացրած լինեն, որպեսզի իրենց գույքը, ասենք, մյուս ապահովագրություն իրականացնող կազմակերպություն իրականացնող, այսինքն մարդիկ էլ առանձնապես հետաքրքրված չեն եղել կամ խուսափել են կամ հավես չեն ունեցել այդ գործընթացներով շատ խորանալ։ Բավարարել է փոխհատուցման չափ ստացել են, եթե որևէ խնդիրներ են տեսել, ուղղակի հրաժարվել են օգտվելուց։ Ես կուզեի Սիջևանի պետական կոորդինատորն ներկայացնում, ասեմ ձեզ երևի թե ամենա այստեղի գործող ամենամեծ ասենք գործարանը, որտեղ աշխատում են 100 մարդուց ավելի ու դա շատ ասենք պատասխանատու բան է գիտեք ու հիմա մտածում եմ դե մենք հիմա ներկայացնենք որ մենք չենք ստացել օգնություն ինչ որ պատճառով Իջևանը դուրս էր մնացել այդ օգնությունից չնայած վնասվել էին կահակի ասենք վնասվելու պատճառն էլ մեր ուրեմն տարածքում հեկի պատճառով է եղել, որովհետև այդ ջրատարները բաց չեն եղել եւ ասեմ լցվել է ամբողջ մեր տարածքը, որտեղ մեր ասենք գծերը էլեկտրական հոսանքի գծերը գտնվում են քողի մեջ եւ պատկերացրեք որ ինչքան մեծ վնասներ են էլի կրել
Գրանցված է, հիմա նորից ենք դիմել, որ ասենք օգնել մեզ։ Այս մի քանի խոսքով ասեմ, հիմա ուզում եմ անցնել բուն, այսինքն ինչ ուզում եմ ասել, շնորհակալ եմ, որ երիտասարդները գրկվում են այս ամեն ինչի մեջ շատ, որովհետև ապագան երիտասարդներինն է եւ նրանք պատասխանատու են մեր երկրի ամբողջ այս թողուբուհի համար, որ ասենք կատարվում է մեր երկրի ասենք համար, ուզում եմ ասել, որ պետք է ավելի պատասխանատու ու ավելի ձգված վերաբերվենք այս ամեն ինչին, թեկուզ աղետը կանխարգել ենք հրոջ չսկսված, որ ամեն մարդ, թեկուզ երիտասարդ, թեկուզ գյուղում համայնքում ապրող ասենք մարդ, ինքը տեսնի, թե ինչ կարող է կատարվել ի վնաս մեր երկրի։ Այդ գետի վարարումը հիմա մենք շատ ուրախ ենք, որ ջուրում ենք եւ գետերը որ դառատ են, դա շատ լավ բան է, բայց պետք է նաեւ այնպես անել, որ այդ գետերը լավ մաքրվեն։ Նորմալ ասենք, հիմա մենք սպասում ենք, ես ուզում էի դիմել եւ դիմել մարզպետարան, որ մի հատ տեսնեն ինչ կարելի է անել, որ նորից չկրկնվի դա։ Հիմա մենք սիրում ենք մեր երկիրը եւ եթե երկիրը շատ չի կարողանում ասենք օգնել, մենք նույնիսկ համաձայն ենք, որ ինչ որտեղ չի օգնել մեզ, որովհետեւ այնքան շատ խնդիրներ ամբողջ երկրի պատկերացնում եք, այսքան ամեն ինչը ապահովել ժողովրդի համար, որ ժողովուրդը նորմալ ապրի, նաեւ պաշտպանված լինի, մենք դա ամեն ինչը գիտենք, բայց գոնե հիմա կանխարգելումները անենք։ Ուզում եմ, որ ներկայացնեմ, ասենք, մեր գետի հունի մաքրման շատ իրականացնեն, որովհետև հիմա մենք սպասում ենք արդեն ջուրը կամաց բարձրանում է, երբ որ անցնում ենք գետի կողքով, ուղղակի սարսափում ենք, ասում ենք, ելի չբարձրանա մի քանի սանտիմետր, որ չլցվի, նորից աղետ չլինի։ Այ մեր այդ հեկի հետ կապված ուզում եմ ձեզ դիմել քաղաքապետարանների, որ մի հատ ձեռնարկեք այդ ջրատարները մի հատ նորմալ բացեն, ես չգիտեմ այդ հեկը սեփական է, իրանք կկարողանան դա անել թե չէ, ուղղակի նույնիսկ կասեմ թող քաղաքապետարանը օգնի դա անել, որ մենք նորից չտուժենք, գործարանը ինչի ասեք կրկնակի վնաս կլի, որի պատճառով մենք ասենք աշխատանք չվճարենք կամ ուրիշ ծախսեր անենք, որպեսզի դուրս գանք այդ վիճակից եւ չգիտեմ, շատ դժվար բան է կարելի, շատ եմ խնդրում ուշադրի մեջ, հա, այս տարի նախաձեռնել են արտադրությունը, խնդրում այս տարի նախաձեռնել են գետի հունի մաքրման աշխատանքները իրականացվել, այս տարի իրականացվում են արդեն, ու նաև կարակ մեջ բերեք, որ մենք էլ ենք արձագանքել, էլի խոսքի մեջ, որ քանի անգամ ենք եկել ձեզ մոտ, երկու անգամ մինիմում եկել ենք ձեզ մոտ, էլի, խոսքի մեջ ասեցեք, որպեսզի մենք մեր պատվիրակված գործարքներ կատարել ենք։ Միգուցե ձեր պատճառով չի եղել, բայց մեր պատճառով է չի, որովհետև մենք մի քանի անգամ դիմումներ ենք դրել ամեն ինչ, ուղղակի մի փոքր։ Չէ, ես անձամբ ես զանգել եմ, պատասխան գերատեսչություն եւ ասել եմ, երբ որ փաթեթը ձեր մոտ եղել է, տեսել եք, որ բենտոնիտ կոմբինատ ՓԲ չի ներկայացրել այդ դիմումը համապատասխան, մի հատ կոնտակտները եղել են ձեզ մոտ, չէ, որտեղ այստեղ կապը անձամբ եղել է իրենց եւ ձեր միջեւ, պետք է լինեն, մենք անտեղյակ ենք եղել։ Իսկ դուք էլ երեք կոռեկտություն ա եղել, չեք ասել, բա խիչը փոխհատուցեցին, ինչի չարի, մենք սպասել ենք, չեք արձագանքել, որ խիչ տվեցին, մենք էլ ենք անտեղյակ եղել ու դրա համար sense բան առաջացել էլի պարադոքս ա եղել ու ուզում եմ գլոբալ լինի, որ ասենք մենք ես մտածում եմ հա ջուրը շատ լավ է որ գալիս է, բայց այնպիսի պայմաններ ստեղծվի, որ այդ ջուրը օգտագործվի հենց մեր հանրապետության, մեր ժողովրդի ի օգուտ, որովհետև ջրի կարիք այսպես թե այնպես էլ է խնդիր, էլի բայց դե հիմա երիտասարդները ես տեսնում եմ շատ sense նվիրված, շատ մտահոգված են, որովհետև իրանք հասկանում են, որ դա երկրի ապագան, իրանց երեխաների, իրանց զավակների, դրա համար շատ ուրախ եմ, այ որ երիտասարդներ եմ տեսնում, խնդրում եմ, որ ավելի sense նվիրված, ավելի ուրիշ ձևով վերաբերվեք ու նույնիսկ եթե մենք ասենք մեծերս ինչ որ մի բանում թերանում ենք, ստիպեք մեզ աշխատել, որ ասենք թեկուզ ղեկավար մարմինները այսպես ինչ ասեմ չեք դիմել ներողություն բանը սեփականատիրոջ չդիմել եք դուք իրանց չեք դիմել պետք է դիմել ինչ որ ասում են ինքն էլ օգնություններ ա սպասում պետությունից որ իրան պիտի օգնեն որ ինքը այդ բաները անի հիմա չի գործում այդ հեկը ասեմ ձեզ չի գործում փակ վիճակում է եւ ես երևի կդիմեմ էլի իրանց էլ
Չեմ ուզում մեղադրած լինեմ ինչ-որ մեկին։ Չէ, գիտեք, սա հանրային անվտանգության մասին է խոսքը, այստեղ մեղադրանքների մասին չի, ճիշտ հակառակը։ Ես կարևոր ինստիտուտներ են այսօր ներկա, ես կուզեմ նաև լսել եւ շնորհակալություն ձեզ հարցի համար, դա հաջորդն են հարցի։ Վերջը քաղված դասեր ինչ ունենք էլի այս աղետից եւ ինստիտուցիոնալ համակարգային ինչ լուծումներ են պլանավորված արդեն իսկ կամ պլանավորվում առաջիկայում անելու, որպեսզի համանման աղետների պարագայում կամ ազդեցությունը քիչ լինի կամ առհասարակ չլինի։ Իհարկե դա այդպես լինել չի կարող։ Մասնագետներ եք եւ ինձանից լավատեղյակ եք, որ Հայաստանը բոլոր տեսակի բնական աղետների նկատմամբ խոցելիություն ունի, երբեմն իր տարածքի 100%-ի մասով։ Երաշտը, կարկուտը, այո, եւ այս համատեքստում աղետների ռիսկի կառավարումը պետք է օրակարգային լինի։ Մեկ բան էլ հավելեմ, հետաքրքիր բացահայտում էր նաեւ խոսքը փոխանցեմ մնացած կառույցների ներկայացուցիչներին, համայնքների հետ խոսելիս ակնհայտ է դառնում, որ տարիներ շարունակ երևի մայիսյան դեպքեր են վերջին կետը եղան, աղետ ասելով կամ ճգնաժամային իրավիճակ հասկանալով մեծամասնությունը հասկանում են այդ հիմնականում անվտանգային հարցերը, պատերազմական իրավիճակ, անվտանգային հարցեր, բոլորի ուշադրությունը բացառապես կենտրոնացված է ուղղությամբ այնինչ ավելի ոչ պակաս լուրջ հետևանքներ ունեցող աղետների հետ գործ ունենք, ոնց որում իրենք այսպես պայթյունավտանգ են, ամեն րոպե կարող են լինել, եւ այս մակարդակում եւ համայնքը եւ մարզային իշխանությունները եւ փրկարարական արտակարգ իրավիճակների վարչությունը անելիքներ ունի եւ ես նաեւ լավ հնարավորություն ա լսելու ինչ է արվում կամ ինչ է նախատեսվում անել։ Նորից մի բան էլ ասեմ, օրինակ աղբահանության այդ բանը, դա էլ ինչ որտեղ գետերը ոնց որ աղբով լցված, այդ աղբներ, այդ որ ծառները ամեն ինչ եկել են ու ասեմ փակելին, սելավատարը, ամեն ինչ, ոնց որ այն դրանց է պետք է ուշադրություն դարձնել, շատ եմ խնդրում աղբահանման այդ հարցը լուծել։ Այո, այդ շատ կարևոր է, թեկուզ այդ պլաստիկները, բաները, որ ամբողջ դիտով գնում են, ամեն անգամ նայում ես ու կամ թեկուզ եւ միշտ էլ առաջարկել է, որ վերամշակման ինչ որ գործարաններ թեկուզ տեղում ամեն համայնք, ամեն ասենք պլաներում լինեն, էլի, որ իրանք կարողանան հաղթահարել ամեն ինչը, փոքր երկիր ենք եւ խնդիրները շատ, ուրեմն պետք է մենք աշխատենք իրական հանրապետությունը չունենք դա մեծ ծախսատա աղբի վերամշակումը խոթեթե բան չի, ծավալ պատի լինի, մեծ ներդրումներ է պահանջում դա։ Յուրաքանչյուր տարի մարզային պետական վարչությունները տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցելով միշտ ուսումնասիրում են գետերի վտանգավոր տեղամասերը, որոնք վտանգ են ներկայացնում, այդ ամեն ինչը ներկայացվում է համապատասխան կարգով, չէ՞։ Ու որ ասենք այդ բոլորը միանգամից արվելու է, տենց հնարավոր չի։ Հիմա մեր աչքի առաջ տեսնում եք, որ գետի մաքրման աշխատանքներ, Հաղարծունում գետի հունի ուղում տեսած կլնեք, Իջևանում տեսած կլնեք աշխատում են, հիմա այս պահին Դելիջանում Գետափնյա փողոցի 3 կիլոմետրանոց հատվածն է, այնտեղ ծառերից պետք է մաքրվի, ամբողջությամբ փողոցնել, վերջը նա այդ վտանգավոր տեղամասնախ այդ համայնքային բյուջեներում պետք է գումարներ նախատեսված, որոնք որ իրանց պետք է այդ արտակարգ իրավիճակների կանխարգելման համար համայնքային բյուջեներում հատկացված գումարները օգտագործվի, չէ՞, իսկ այդ շատ դեպքերում դա համայնքի հնարավորությունների սահմաններում չի։ Եվ այդ հարցը պետք է բարձրացվի համապատասխան կարգով, որպեսզի կարողանանք այդ աշխատանքներն իրականացվի։ Իսկ ինչ վերաբերում է աղբի հետ կապված դա մշակույթ, հա, որ մարդկանց ասենք պետք է եւ տուգանվի եւ աշխատեն հետները եւ բանան, ով չգիտի որ գետը աղբի աղբը գետի մեջ չեն գցում։ Հիմա տեսեք, եթե օրինակ մենք 100 աշխատող ունենք, ես օրինակ դիմել եմ ուրեմն քաղաքապետարանին, որ մեզ հատկացնեն այդ ամանը, որի մեջ պիտի հավաքվի այդ աղբը, որովհետեւ եթե չկա աղբը հավաքելու տեղի, չենք անելու մենք այդ աղբը։ Հիմա ասում են ազատամուտում չկա համապատասխան ասենք մեքենաներ, որով գան իրանք այդ աղբամանը դատարկեն։ Ու դրա համար ոչ մենք աղբաման ունենք, ոչ աղբ ունենք։ Դաժե պատկերացրեք մի սենյակ ունենք, որտեղ լիքը աղբ ենք հավաքել, ու պատկերացրեք դա ինչի կվերածվի հետագայում։ Դրա համար ես դիմել եմ արդեն, ու ելի եմ ուզում գնամ դիմեմ, որ անպայման հələ չէ։
Երբ դիմել։ Այս մենք ընդհանրապես ունեինք պայմանագիր թափոնների, դիմել էինք մի 2-3 տարի առաջ, բայց չէր ստացվում էլի, որտեղ հիմա ազատամուտում էլ այդ մեքենան չկա, մենք ոնց կարանք պահանջենք, որ անպայման համել մեզ այդ աղբամանը տան, որ իրանք կարողանան բան անել, բայց հիմա ինձ թվում է ընդհանրապես ես հասկանում եմ, որ չկան միջոցներ, բայց ամեն հարց մեր երկրում էլ եմ ասում, մենք այնպիսի վտանգավոր, ասենք, շուտ զարգանալու կարիք ունենք, շուտ կրթվելու, շուտ առաջ գնալու, շուտ մեր էներգիան, մեր ամեն ինչը օգտագործելու կարիք ունենք։ Մենք ժամանակ չունենք դանդաղ, այսպես, երբ որ կլինի ասելով։ Չգիտեմ, երիտասարդներ դրա համար եմ ասում։ Ստաղում ենք ձեզ շատ։ Չէ, մենակ բոլորը պետք է խոսեն խնդիրների մասին, մենակ երիտասարդները։ Կան այլ արձագանքներ, Տիկին Մայա, դուք եք խնդրեմ։ Ավելացում կուզեի անեմ, ուրեմն տեսեք, բարձրացած հարցեր ու խոսացինք, քննարկեցինք, այնտեղ հիմնական շեշտադրումը եղավ, որ ֆինանսավորում չունենք եւ այլն, բայց տեսեք ինչքան փոխհատուցումներ ա եղել։ Եթե մենք այս փոխհատուցումների կեսը ուղղեինք կանխարգելմանը, մենք չենք ունենա այս հարցերը։ Նույնը եւ գետի հետ կապված, նույնը եւ մնացած այդ ապապաշտպան միջոցառումների հետ կապված, մենք չենք ունենա այս խնդիրը, բայց մենք ճարել ենք, այսօր փոխհատուցում արել ենք։ Այդ խնդիրը կա այսօր։ Եթե բարձրացնում ենք, հա, չունենք։ Գիտեք, ցավալի հարցը, որ մենք մտածում ենք ամեն ինչի վերաբերյալ բացի անվտանգությունից։ Ամեն հարցի վերաբերյալ մտածում ենք։ Այս մեկը սենց անենք, մեկը նենց անենք։ Բայց չենք մտածում, որ ընդհանուր այս կա անվտանգության հարց։ Այդ տեսեք մարզային փրկական վարչության կողմից ամեն տարի իրականացնում ենք վարժանքներ, իրականացնում ենք ահռելի աշխատանքներ ենք իրականացնում, բայց կա անտարբերություն ժողովուրդ։ Մարդկանց մոտ կա անտարբերություն։ Այսօր տեսեք երեկվա ընթացքում մենակ ունեցել ենք հրդեհի 10 դեպք։ Տավուշում։ Ունեցել ենք հրդեհի 10 դեպք։ Այդ 10 դեպքը եղել է ընդամենը մարդկանց այգիները։ Ամեն տարի մենք այդ մարդկանց ասում ենք, զգուշացնում ենք, բացատրում ենք, որ չի կարելի։ Գիտեք, այգիները դուք եք մշակելու, այդ այգին ձեզ ալքուտ տալու։ Իսկ մարդիկ ինչ են անում, այդ ման աշխատանք կատարում վերջացնում են, տեղում էլ այրում են ու եկեք փրկարարներ հասեք։ Եկեք հետո մթնոլորտն ենք եղել, որոնք Վրաստանում, ես Վրաստանից եմ, այնտեղ չեն թողնում այգուն, որը դրանք բոլորը կարող են հայտնել։ Կոմպոստից արկեն։ Ստեղել արկելվում են։ Փոս կանդեն լցնեն ու հողը վրան ես լցում, ինքը կոմպոստ է դառնում։ Գթունավոր Գյուղատնտեսությամբ զբաղվում են, բայց չեն ուզում գոնե կարդալ։ Ու տեսեք, ասեք, այդ ծառը, նույն ծառը, չէ, իրանց է բերք տալու, իրանց օգուտն է, իրանց ապրելա միջոցն է, բայց իրանց չի հետաքրքրում։ Մեկը մեկին հակասում է, այ տեսեք, չարչարվան տուժում են, առավոտի ծիրիկուն, բայց ձեր կողմից միջոցառում, ասենք գյուղապետարանների անում ենք ամենօրյա, իրանց հրավիրվի, ամենօրյա, ինչպես նաև այդ հրդեհավտանգ այդ ժամանակահատվածում ամենօրյա շրջայցեր ենք իրականացնում։ Բարձրախոսների միջոցով հաղորդում չի կարելի այս անել, չի կարելի այն անել, դրանից ավել ինչ անենք։ Այդքան ռեսուրսեր չկա, որ ամեն այգուն ինչ որ մեկին կայնեցնենք, ասենք չի կարելի։ Այստեղ իրազեկման խնդիր է, բնակչությանը իրազեկման հետ կապված իրազեկում է սա ինքը ինչքանով է դա իրականացնում իրազեկման process-ը։ Եվ ստեղ ունենք իրազեկը, ճիշտ է այսօր բոլոր բնակավայրներն ապահովված են ազդարարման համակարգերով, վաղ ազդարարման, բայց վաղ ազդարարման համակարգ ասենք ինքը ձայնային ազդանշան ժամանակից ինչքանով է տիրապետում, այդքան վարժանքներ անում ենք լադեղելի, այլի պետք է շարունակական այդ process-ը իրականացվի, որ վաղ ազդարարման համակարգ մարդիկ օրինակ հիշում եմ տարիներ առաջ բան կար, նման ծրագիր կար, գետի մակարդակի բարձրացման հետ կապված ինքը ազդանշան էր տալիս, որ տեքստային հաղորդագրություն պետք է լիներ աղետալի ջրապետքում, բայց ինքը կիսատ է մնացել այդ ծրագիրը, որ ասենք շարունակը շուտ է եղել իհարկե։
այդ նման ծրագրերը դրան միանգամից եւ ֆինանսական միջոցները եւ այդքան հնարավոր չի, միանգամից այդքան վտանգավոր տեղամասերում արվի այդքան բան։ Իսկ մեկ հարց դուք որ ինստիտուտներն եք տեսնում առաջնային քաղաքացիական իրազեկվածության բարձրացման համար, ինչ պետք է արվի, ինստիտուցիոնալ լուծումների մասն եմ խոսում։ Դեսեք, ասում եմ, մարզային փոխարական վարչությունը յուրաքանչյուր տարի բոլոր բնակավայրերում եւ բնակավայրերում գործող կազմակերպություններում վարժանքներ են անցկացնում։ Վարժանքները ամենալավ ուսուցման ձևն են, դրանից էլ այն կողմն էլ ուսուցման, դե պատկերացրեք բնակավայրում գործող կազմակերպություններ, ուսումնական այդ իրանց գրասենյակով ամբողջությամբ այդքան դրանից լավ էլ իրազեկող չես կարող 500 բնակիչ ունեցող գյուղին հավաքես միտեղ, որ դասապրոցես են։ Վարժանքներն են, մենակ վարժանքների միջոցով։ Մենակ վարժանքներ։ Բայց ոնց որ բավարար չի եղել միայն վարժանքները ամեն դեպքում։ Դա հետ չի, որ միանգամից է հնարավոր է, չէ՞։ Եվ անդադ բարբերաբար բնույթ է կրում այդ վարժանքները։ Քանի վարժանք են կանում բանալության, որ յուրաքանչյուր շաբաթ։ Յուրաքանչյուր շաբաթ օթային տագնապի կմանում եք, այս 6-ից 7 անգամ մենակ համարանում եք։ Իսկ եթե այլ աշխատանքների հետ կապված համայնքապետերը զբաղվեն բնակիչներով, ասենք համայնքապետերը հենց սեզոնում հավաքեն գյուղացիներին ու հստակ պահտան, որ կտուկանվի ես ինչ գյուղացի ասում են մարդկանց բացատրվում անդարտեսություններն են աշխատում։ Ասվում է այդ անտառներ հատվածներում էլ իրանք են աշխատում։ Բայց գիտեք, ստեղ կա sense խնդիր, այդ ամեն ինչը տեղափոխելու համար ֆինանսա պետք։ Տվյալ պահին գյուղացին այդ ֆինանսը չունի, որ տեղափոխի։ Ստիպված տարբերակը, ասենք նույնը տեսեք, արտերը հնձում են, արտատեղերը սկսում այրել։ Այդ ամենահեշտ տարբերակն է, բայց ինքը շատ վնաս է։ ինքը շատ վտանգավոր է, վնասակար է։ Հողը ինքը պետք է հետը պարտացնի, որտեղից բերք ստանա։ Բայց այդ մարդուն չեն կարող բացատրենք, որ եղբայր միանգամ էլ վար կազմակերպի այդ այրելու փոխարեն, որտեղ ֆինանսական միջոց է։ Հետո ասում է բերք չտվեց, որովհետև հողի մակերեսային շերտը օրգանակամիացություններից ինքը զրկում է։ Արագ տարբերակ է, շատ արագ։ Օրգանակամիացություններից զրկում է ինքը, այրելը հավոր վտանգավոր է հողի համար, հողի ագրոքիմիական բաղադրությանը հավոր վնաս է պատճառում արտերը այրելու դեպքում։ Շատ լավ, Տիկին Մարիան էստեղ սպասում էր խոսքի։ Կտակ ես Թամանյան Վահագի բարձրացած հարցի վերաբերյալ պատասխանեմ։ Հա, ես իրան հետո կասեմ։ Այն 7% փոխհատուցում չստացած դիմումատուների վերաբերյալ չի եղել քաղաքացի ֆիզիկական անձ, ով ունեցել է օրդինասակրել եւ փոխհատուցման կարիք ունեցել եւ դիմում չի ներկայացրել։ Դիմում ներկայացրել են բոլորը, նույնիսկ մենք, որ չենք ունեցել ֆիզիկական անձ տուժած, չենք ունեցել դիմում ներկայացրել, մինչև օգոստոս ամսվա վերջ մենք միասնական սոցիալական ծառայությունը ոնց որ բարբերաբար գրություններով, նամակներով ուղարկում էին, որ սենց ասած ворս էր հայտարարվել այն մարդիկ, ովքեր որ չեն ներկայացրել դիմում, դեռևս կա ժամանակ դիմում ներկայացնեն, բոլորն են ներկայացրել դիմում։ Իսկ ուղղակի մերժված դիմումները պայմանավորված են եղել կադաստրային փաստաթուղթ չունենալու պատճառով։ Եթե մարդը ներկայացնում է, որ ունի կառույց, որը աղետի հետևանքով փլուզվել է, տուժել է, վնասվել է կամ եւ չունի փաստաթուղթ, կադաստրային հիմք չունի ներկայացնելու, մերժվել են հիմնական նման դիմումները, որոնք կազմել են թեկուզ փոքր թիվը, բայց կազմել են այդ 7%-ը։ Իսկ մեր միասնական սոցիալական ծառայության մեր ընդունարաններում վերապատրաստվել են մեր աշխատակազմից մի քանի անդամ դիմում ներկայացնելու քաղաքացիներին աջակցելու համար։ Եթե քաղաքացին օնլայն չէր կարող դիմում ներկայացնել, մեր ընդունանները մեծ սիրով կօգնեն իրանց։ Մեր տարածքում բարեբախտաբար չի եղել փոխհատուցման դիմում ներկայացնող, եթե մերժվել են պատճառը ներկայացրեցին չի պատճառը։ Ուզում եմ ասեմ, ուղղակի այդ երկրորդ հանձնաժողովը կազմելու կարիք չկա։ Չի եղել մարդուկ դուրս մնացել, դուրս մնացածները դիմում մերժվածներն էլ եղել են իրանց փաստաթղթի պակասի պատճառով։ Հա, դա սոցիալական աջակցության ծրագրերի մասով։ Հա, միասնական սոցիալական ծառայության կողմից տրամադրված։ Ինչու է սոցիալական աջակցության ծրագիրը ամենահաջողներից մեկը, որտեղ հասանելիություն, ֆիզիկական հասանելիություն գրասենյակներին շատ ավելի հեշտ է եղել։ Մարզերում մարդիկ հեշտ է մոտենալ միասնական սոցիալական ծառայության գրասենյակ
հա, եւ դիմում ձևակերպել, դիմումի հետ կապված հարց կա ստանալ ուղղակի պատասխան, իսկ մնացած ծրագրերի անարդյունավետություն այնուամենայնիվ պայմանավորված է եղել, որ նախարարությունների հետ են գործ ունեցել։ Իսկ դա հեռավորություն է, իսկ դա հասանելիության խնդիր է եւ այլն։ Եվ նաեւ կարելի է սրան վերագրել, էլի հաջողակ եւ անհաջողակ լինելը։ Դե կարելի է ասել աշխատանք եւ սոցիալական հարցերի նախարարության անմիջապես առաջին օղակ եւ կառուցողական համայնքներում փոշացած համայնքների միասնական սոցիալական ծառայությունը հնարավորինս մոտեցրել է քաղաքացիներին եւ նախարարության կապը մոտեցվել է եւ դիմումները ընդունել են եւ on-line եւ մեր ընդունանների միջոցով։ Պատասխանատվություն կրում է միայն ֆիզիկական անձանց փոխհատուցման տրամադրման ծրագրի վերաբերյալ։ Մի քանի անգամ ելի եմ շեշտում, մինչև օգոստոս ամսվա վերջը նույնիսկ մի քանի անգամ գրություններով պատասխանել ենք, որ բարեբախտաբար չունեն։ Նույնը պատասխանել են նաև Թումանյանը, Լովրին, Լորվա եւ Տավուշի մարզի վերաբերյալ տեղեկատվությունը բարբերաբար թարմացվել է, ուղարկվել է նախարարություն, մարդ դուրս չի մնացել փոխհատուցման ծրագրերից։ Շատ լավ, շնորհակալություն շատ։ Կան արձագանքներ, հավելյալ։ Եթե չէ, թույլ տվեք նաև մեր առաջարկությունները ինչքանով որ կհասցնենք ներկայացնեմ, նաև փորձենք փորձագիտական քննության ներկայացնենք, այսպես ասենք, եթե կունենաք առարկություններ կամ առաջարկություններ կամ հավելյալ լրացումներ այն առաջարկություններին, որ մենք ենք տեսնում այս խնդիրների, մեր կողմից արձանագրած խնդիրների լուծման, ուրախ կլինենք լսել։ Ուրեմն խնդիրներից մեկը կախված է նրանից, որ ներկայորեստրական կարգավիճակներով, ինչպես նաև պարոն Խարատյան նշեց, համայնքները չունեն իրավասություն աղետների ռիսկի հատկապես վաղ կանխարգելման, վաղ բացահայտման փուլում ինչ որ աշխատանքներ իրականացնելու լիազորությունների շրջանակի պակաս ենք տեսնում եւ այս առաջարկությունը մենք պատրաստում ենք ներկայացնել տեղական ինքնակառավարման տկենին մի խոսքով ենթակառուցվածքների նախարարության ենք ներկայացնելու առաջարկում ենք օրենսդրական կարգավորումներով նաև ամրագրել եւ ընդլայնել տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների շրջանակը, նրանց վերապահել բոլոր տեսակի բնածին, տեխնացին աղետների եւ այլ արտակարգ ճգնաժամային իրավիճակներում աղետների ռիսկի կառավարման գլխավոր դերակատարումը վարչական լիազորությունների ընդլայնումը զուգակցել ֆինանսական լիազորությունների ապակենտրոնացմամբ, ինչը հնարավորություն տա աղետների կառավարման գործընթացը դիմել կենսունակ հիմքերի վրա։ Ֆինանսական ապակենտրոնացման շրջանակներում մյուս առաջարկությունը կախված է նրա հետ, որ ներկայիս 5%-ը համայնքային բյուջեների 5%-ն է միայն հատկացված աղետների ռիսկի եւ վաղ կանխարգելման աշխատանքների իրականացման համար։ Սա իհարկե կարելի է փորձագիտական համայնքի քննարկումների արդյունքում դուրս բերել, թե որքան պետք է կազմի այդ օպտիմալ տոկոսային բաշխումը համայնքային բյուջեին, ինչքան պետք է լինի, որպեսզի արդյունավետ լինի։ Այո, բայց հապիկ ծավալից, բայց իրանք դեն չի որ չեն իրականացնում։ Ահագին աշխատանք են անում, սելավատարներ են մաքրում, բայց մենք եկանք նրան, որ այնուամենայնիվ այդ միջոցները բավարար չեն։ Բայց տեսեք, այնտեղ քարաթափման տեղամասեր ունենք, որ մեծ անգամ մարզի մակարդակի խնդիրներ չի, համայնքը ոնց անի այդտեղ։ Այնքան մեծ խնդիրներ կա, մեծ սողանքային գոտիներ կա, որ կառավարության որոշմամբ ասենք իրանք սահմանված է, որպես ասենք սողանքային գոտի ու նա արդեն մեծ ծրագրեր են անհրաժեշտ։ Քանը համայնքի վրա դնելը դա բավականին ծանր է, ինքը չի կարող համայնք։ Եվ մասնագիտական կadrերի եւ ռեսուրսել է պետք է։ Եվ մեծ խնդիր է։ Ինքը չի կարող այդ հասկանում եմ, բայց սա քայլ առ քայլ լուծումներ է ու միանգամից չի կարող լինել, բայց ակնհայտ է, որ եթե համայնքը ներգրաված չի այս գործընթացներում կամ ունի սակավ սահմանափակ ներգրավություն, մենք բախվելու ենք անդադ նույն խնդրին, համանման դեպքերի կրկնման դեպքում էլի նույն լինելու է նույն քաշքշուկը, նույն, այսինքն անհասանելիությունը ծրագրերը կոորդինացնող մարմինների հետ, այսինքն նույն շղթայում ենք պտտվելու։ Անգամ տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիան է նշում, որ ծառայությունները պետք է մատուցվեն քաղաքացիների մոտ գտնվող իշխանությունների կողմից, հնարավոր բոլոր ծառայությունները։ Միջոցներ ասեն, դե համաշխարհային իրար մասշտաբով է չափում։ Չէ, պարոն Աբազյան, խոսքը նրա մասին չէ, որ ամբողջությամբ արտապատվիրակվել, մի կողմ քաշվել, բայց ունեցած ֆինանսական ռեսուրսների աճ այնուամենայնիվ անհրաժեշտ է։ Պետությունը անշուշտ կունենա իր անելիքը այս մասով։ Չունեմ ասելու, բայց որ ամիջապես իրան գործառույթ իրականացնեն, անգամ մարզային մակարդակի փոխադրում։ Ճիշտ է, պարոն Աբազյան։
Գետառի սովանքային գոտին դա սովանքային աղետի կառավարում հարավային Կովկասում ծրագրի շրջանակներում Ճապոնիայի տեսական զարգացման գործակալությունն է եկել օգնել, որը տեղևոց հետպես այդ որտեղ կամ հաղարծինը հաղարծի սովանքային գոտին կամ միջպետական ասենք դա պայմանավորություն վերջերով պայմանագրերով նմանատիպ Շատ լավ, մյուս խնդիրը արձանագրված համայնքների մոտ բացակայում է բնական աղետների, որպես համայնքային սպառնացող հնարավոր վտանգի խորքային գիտակցումը։ Սրա մասին քիչ առաջ խոսեցինք։ Համայնքապետարանի աշխատակիցների հանրային ծառայողների համար իրականացվող վերապատրաստումների պետական ծրագրերում ներառել աղետների պատրաստվածության վերաբերյալ բլոկներ, որոնք հնարավորություն կտան բարելավելու կենսացին տեխնացին աղետների եւ դրանցով պայմանավորված հետևանքների վերաբերյալ գիտելիքները։ Խոսքը ընդհանուր պատրաստվածության բարելավում է համայնքային աշխատողների, աշխատակիցների։ Ինչ-որ տարի Չգնահատային կառավարման պետական ակադեմիան դիմում է մարզպետի աշխատակազմին եւ ուզում այն կատեգորիան, այնտեղ թվարկում են այն կատեգորիան դասեր են, դասապրոցեսներ են սահմանված, նախադպրոցական ուսումնական հաստատությունների դաստիարակների համար, հանրակրթականի համար, համայնքային ծառայության մարզպետի աշխատակազմի եւ ըստ գրաֆիկով հիմա մարդիկ մասնակցում են, եթե համայնքին անհրաժեշտ է, որ երկու համայնքային ծառայողը փոխարեն 5-ն են ուզում վերապատրաստվի կամ նոր աշխատողներ են, մարդիկ դրա կարիքն ունեն, դիմում են, դա հարցը արագ կարգավորվող է եւ Մեր առաջարկությունը մի քիչ ուրիշ բան է, մենք ոչ թե սպասենք համայնքի ընկալմանը, այլ պարտադիր դարձնենք այդ վերապատրաստումները։ Ներկայացնի, որտեղ ինքը չուզեր դրան չես կարող վերապատրաստել, չէ՞, հենց համայնքի հենց խնդիրն է ինքնավորի անձնակազմին վերապատրաստի, որ արտակարգ իրավիճակների տաղետի ժամանակ որ գիտելիքներ ձեռք բերի, որ կարողանա ձեր ասած այդ ամեն հասկանա աղետը որ նա ռիսկը որ նա կանխարգելում է որ նա հետևանքի վերացումը որ նա կարիքի գնահատում է որ նա որպես կարողանա նա գիտելիքներ են մասնագիտական որ պետք է տիրապետել։ Այ հենց այդ ակադեմիան այդ դերի խնդիրներով է զբաղվում։ Շատ լավ, շնորհակալություն։ Առաջարկությունների բլոկ բավականին ակտիվ։ Հա, կառավարության ներկայացվող առաջարկությունների բլոկը ներկայացնեմ, աղետի հրատապ եւ երկարաժամկետ կառավարման եւ աղետի հետևանքների վերացման համար ներգրավում են բազմազան պետական հաստատություններ, որոնք կառավարության գործառույթներ են իրականացնում, ինչը հաճախ խոչընդոտում է ինչպես կառավարման արագության եւ կարիքների գնահատմանը, այնպես էլ կատարվող եւ կատարված աշխատանքների մասին հանրային իրազեկմանը եւ միջգերատեսչական իրազեկմանը։ Աղետների առաջարկությունը աղետների կառավարումն իրականացնել մեկ կենտրոնից, ինչպիսին կարող է լինել պայմանական անվանումով աղետի հետևանքների վերացման հանձնաժողով կոմիտե տարբեր անվանումներ կարող ենք դնել դրան, էական չէ։ Այսպիսի կառավարման համար հարկավոր է աղետների հետևանքների վերացման աշխատանքներին հանձնաժողովի գործունեությունը սահմանել օրենքով որպես համընդհանուր ստանդարտ, օրենսդրական եւ այլ իրավական ակտերով օժտել համապատասխան լիազորություններով։ Խոսքը նրա մասին է, որ ինչպես արդեն ասացի, ծրագրերը համակարգվել են ամենատարբեր գերատեսչությունների կողմից ու սա երբեմն քաոտիկ իրավիճակներ է ստեղծվել, լավ կլինի, որ այս գործառույթները ու այս բազմաշերտությունը մի հատ առանձին համայնքային հանձնաժողով, մի հատ մարզային հանձնաժողով, այլ լինի կենտրոնացված մեկ մարմին, որը կկոորդինացնի բոլոր աշխատանքները։ Սրա կենսունակության հետ կապված ձեր գնահատականը կուզեմ լսել։ Դա զբաղված եմ դե սեմինարի է։ Այն մակարդակում կա համայնքային մակարդակում, չէ, արտակարգ իրավիճակներում գործող համաշտական հանձնաժողով, որը նման իրավիճակներում գործում ու իր արտադրության մեջ ընդգրկված այն մասնագիտական կառույցների կրթության ոլորտի մասնագետ ֆինանսական, քաղաքաշինության, գյուղատնտեսության, իրավական, այն բոլոր հետ որը որպեսզի կարողանան ճիշտ եւ ղեկավարել եւ գնահատել արտակարգ իրավիճակներում գործող հանձնաժողովը միշտ գործում է։ Եթե ասեք այդ բան հասկանա։ Բայց այս հետ աղետային կարիքների վերականգնման համատեքստում եմ ասում հանձնաժողով ունենալը։ Այո։ Հա, պետք է ավելացնենք, որովհետև այստեղ նշեմ, Հետագային արդեն դա կարիքների գնահատումը, այդ կարիքների գնահատումը անգամ բանի ժամանակ էլ են գնահատում, որոնողական աշխատանքների ժամանակ, զուգահեռ հենց կարիքների գնահատումն էլ արվում։ Դա որոնեցիք, ում ման են գալի, ում են գտել են նրան, նա չի սպասելու, որ միջև նա մնացածներին գտնես, նոր իրան օրինակ այրում ասենք երկաթուղային կամրջով մարդկանց ջուր են հասցնում, չէ,
երկաթուղային կամուրջ օգտագործել որպես տրանսպորտի համար կամուրջ, որպես ինչ-որ, բայց այդ ընթացքում կարող է հնարավորություններ շարունակել։ Շատ լավ, հաջորդ առաջարկություն խնդիրը տեղական ինքնակառավարման մարմինները գործող իրավակարգումներով այս աղետի դեպքում չնչին դերակատարում են ունեցել աղետի կառավարման եւ հետևանքների վերացման գործում նշեցինք, որ բարձրապես գույքագրման աշխատանքներ են իրականացնել։ Այդ հանգամանքը բարդացրել է աշխատանքների օպերատիվությունը եւ արդյունավետությունը։ Տեղական ինքնակառավարման մարմինները համայնքային վնասների կառավարման հարցում երկրորդական դերակատարություն են ունեցել լիազորությունների ծայրահեղ սահմանափակության բերումով։ Առաջարկություն աղետների կանխարգելման կառավարման արդյունավետության համար առաջարկում է աղետի ավելի մեծ դերակատարություն վերապահել տեղական ինքնակառավարման մարմիններին, օրենսդրությամբ ավելի մեծ լիազորություններ սահմանել նրանց համար։ Այս առաջարկությունը առանձին ինչպես տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությանն են ուզում ներկայացնել, նաեւ ՀՀ կառավարության Տեսեք ոնց է։ Համայնքը չէ որ իրականացրեց վթարավերականգնողական աշխատանք։ Մի քանի օր անցնելուց հետո արդեն ջրամատակարարում վերականգնվեց, էներգամատակարարում, դեզամատակարարում, ճիշտ է, այն մասնագիտացված ստորաբաժանումների կողմից, բայց ջրամատակարարման բանի խնդիրները համայնքային իրանք էին անում։ Եվ այն բնակիչներին ջուր հասցնելը, տարհանման աշխատանքները օգնելը իրանք են իրականացնում։ Ագին աշխատանք կարվել ասենք, այդ ձևի որ լիազորություններ իրանք ունեն այդ լիազորությունները։ Չէ, խոսքը հետաղետային վերականգնման աշխատանքների եմ նշում մակարդակում համայնքների ներգրավվածությունը պարոն Խարատյան ինքը նշեց, բայց սահմանափակվել է բացառապես գույքագրմամբ, այլ աշխատանքներ մեծ հաշվով չի իրականացրել համայնքը։ Բացի այդ, որ ենթադրենք վերականգնել իր տարածքում վնասված ենթակառուցվածքներ, անշուշտ այլ է համայնքի իրականացնել, բայց մենք կարծում ենք, որ այսպիսի աղետների դեպքում հատկապես հետաղետային վերականգնման փուլում համայնքների ներգրավվածությունը անհամեմատ ավելի մեծ պետք է լինի։ Տեսեք, ես այնտեղ ճիշտ ասած մեկի ճիշտ է, այս կամուրները չլսեցի վերականգնում ասենք, դե համայնքի հետ խնդիր չի, հիմա միջև հիմա խաշտարակ կամուրներ է ժամանակավոր կարողա հետո պետք է լարացուցան, նույն ժամանակավորը հետո պետք է արվի, դա անգամից պրոցես չի, որ համայնքը կարողանա։ Կան ենթակառուցվածքներ, որոնք որ Ճանապարհները, այո։ Ճանապարհ, օրինակ հիմա ասֆալտապատեց, չէ՞, Խոսքը զանգ է, Համերց էներգի գետի ակնա, որ ասենք ողողեղան ասֆալտապատեցին, խճապատեցին, բայց նրա հենապատը 70-ական թվականների կառուցված հենապատը նա մի անգամ չի կարող այդքան պատել, նա քիչ-քիչ ջարում, եթե ուշադիր եք այդ ճանապարհին գտեցնեք, ասենք գետափին որտեղ տեղամասեր կա, որ արագ է աշխատում։ Վերականգնելը մի բան է, բայց այդ պատերի process-ը հնապատերի ուշանումը, նույնը կամուրներ, նույնը ենթակառուցվածքները ուշանում են դրա։ Հա, ի չեն ուշանում, հարց։ Մի անգամից դա հնարավոր չի այդքանով։ Աղետի հետևանքն ուզում եք մի քանի ամսվա մեջ կամ մի տարվա մեջ վերջացվի, չի կարող։ Հա տեսեք քանի տարվա, բայց ես որ դերի պատեր եմ ասում, որ կառուցված։ Մի անգամից հնարավոր չի։ Շատ լավ հավելել բաններ։ Բայց աշխատանքներն ընթացքի մեջ է ու տեսանելի են տեսնում։ Հաջորդը աղետների, սա արդեն առաջարկություններ է կոնկրետ համայնքապետարաններին, տեղական ինքնակառավարման մարմիններին, աղետի նախորդող տարիներին չեն ձեռնարկվել աղետների վտանգի կանխման եւ կանխարգելման համալիր միջոցառումներ, չեն ներդրվել աղետների կառավարման համակարգեր, օրինակ համակարգված ձևաչափով սելավատարերի մաքրման աշխատանքների իրականացում կամ սելավ առաջացնող տարածքների պահպանում։ Հիմա կառարկեք, կասեք ամեն տարի ինչ որ աշխատանքներ իրականացնում, այո, ինչ որ աշխատանքներ իրականացնում, ու այստեղ պետք է հատուկ շեշտադրում դնել ինչ որի վրա, խոսքը հիմնովին հարցը բացառող, խնդիրը բացառող լուծումների մասին է, եթե այդպիսի լուծումներ կիրառված լինեն, առնվազն 24 թվականին չենք ունենա այն պատկերը, ինչ որ ունեցանք։ Մեր առաջարկությունները մենք ոնց ենք տեսնում, իհարկե չենք հավակնում, որ սրանք ունիվերսալ միակ ճիշտ առաջարկություններն են, բայց սա մեր տեսլականն է։ Համայնքի ինքնամիա զարգացման պլաններով, տարեկան աշխատանքային պլաններով եւ տարեկան բյուջեներով հատկացնել նպատակային դրամական ֆոնդեր սելավատարերի մաքրման աշխատանքների իրականացման կամ սելավ առաջացնող տարածքների պահպանման համար։ Նույն խնդրին ուղղված հաջորդ առաջարկությունը համայնքապետարաններում ներդնել GIS, դրանք աշխարհագրական տեղեկատվական համակարգեր են, տեխնոլոգիաներ, աղետների ռիսկի քարտեզագրում իրականացնելու եւ հնարավոր հետևանքները կանխատեսելու համար։ Ընթացքի մեջ կա այդպիսի բան։ Քարտեզագրում կան ընթացքի մեջ աշխատանքները պետք է արվի։ Աշխատանքներ, բայց որ նախաձեռնած է դրանք այդ ամբողջը պետք է նախաձեռնվի, որպեսզի նաև տեսանելի լինի որտեղ ինչ է
Որտեղ ինչ արվում, դա այդ մեկը ընթացքի մեջ։ Նշեցինք, որ համայնքային բյուջեների 5%-ն է ընդհանրապես հատկացված նախատեսված արտակարգ իրավիճակների կառավարման համար։ Մենք առաջարկում ենք առնվազն, սա իհարկե մեր սրատակ ավելի լուրջ երևի վերլուծություններ են անհրաժեշտ, բայց առնվազն գոնե 20%-ի պետք է 10%-ային շեմը բարձրացնել համայնքի մեծությունից, այո։ Ոչ թե մեծությունից, իրաց սպառնացող աղետների։ Խնդիրներից։ Մեկին հրդեհներն են շատ սպառնում, մեկին քարաթափումն է, մեկը գետ չունի, համար գետի նախագծում չեն կարող նախատեսել։ Մաքրման աշխատանքներ իրականացնել։ Այո։ Կարող համայնքը մեծ լինի, բայց այդ փոքր համայնք կարող են միսի վտանգ սպառնալ, ասենք հիմա գոշը ինչքան շատ մեծ չի, ասենք, բայց քարաթափումները ունի սողանքել։ Շատ լավ։ Կլրամշակել սա այս առաջարկությունը։ Ոչ միայն դեպի ճամբարակ գնացող ճանապարհի լեր կա շատ քարաթափումների։ Այդ տոկոսային կախված է Համայնքի խոցելությունից։ Պետք է գնահատում անես, որպեսզի կարողանաս նաև հարգելման ուղղություններն էլ ընտրես, ինչ ես ասում։ Դե ուրեմն այս առաջարկությունը կվերաձևարկվի եւ այդ տոկոսի որոշելը մնա համայնքի վրա, ինքը գնահատում կատարի համայնքի։ Կոնկրետ բնակավայրը կոնկրետ տոկոսը։ Այո։ Կարող է 40 լինի, կարող է օրինակ է համարեմ ասում։ Շատ լավ։ Համայնքները ունեն աղետների ռիսկի կառավարման պլաններ, մեծամասնությունը, բացարձակ չեմ ասում, մեծամասնությունը։ Հա, բա ուր են այդ պլանները, արդիականացման դրանց կարիք կան։ Իրաց մոտով բայց Արագ արձագանքման փորձա պարոն Աբազյանի, բայց սպասեմ նոր ասեմ, տեսնենք այդ որտեղ են եղել, որ Բարը մշակածուն է։ Այդ մասով բայց դուք եք արձագանքնելու, որտեղ են այդ արագ արձագանքման պլանները, որ անունով կան բոլորը, բայց փաստորեն պրակտիկան Անվանումներով չկան, որպես փաստաթուղթ ունեն բոլոր քաղաքները մշակված տարբերակով, պետք է ընդամենը ամենօրյա աշխատանք իրականացվի, այդ ձեր ասած այդ տարբերակները, այդ քարտեզագրումը որ արվի, արդեն այնտեղ կոնկրետ ժամանակներ է նշվելու, կոնկրետ աշխատանքներ է նշվելու, կոնկրետ հատկացումներ այնտեղ ամեն քաղաք ինքը պետք է նախատեսի առարկա բյուջե։ Այդտեղ, ասինքն այդ ձեր ասած համայնքը արդեն ուղղորդելու է, այս հատվածում ունեն այս խնդիրները, այսինքն ուշադրությունը պետք է այս ժամանակահատվածում այս աշխատանքները իրականացնել։ Այնտեղ արդեն պլանավորվում է։ Թե պլանները իրանք ունեն, ուղղակի պլանները պետք է աշխատացնել։ Ոնց անենք որ աշխատացնել, ուրեմն հարցը այլ կերպ պետք է ձևակերպի։ Պարտադիր։ Պարտադիր։ 3 համայնքները, բացի Իջևանից այս պահին, պիլոտային ծրագրով իրանց իրականացված է աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի կողմից, փոխարենացարայության, մարզային քարակամվարչության, համայնքի աջակցությամբ ունեն պլաններ, աղետների ռիսկի կառավարման պահանջվող սահմանված ձևաչափով։ Իջևանինը հələ ինչքան հիշում եմ ընթացքի մեջ համաձայնեցման փուլում է։ Ինքը ներկայացվել է, որոշակի առաջարկություններ են հնչեցվել, հիմա այդ շտկման փուլում է։ Այնպես որ ես կուզենայի որ բանալի որ պլանները, ասենք, իրանք կան եւ յուրաքանչյուր տարի ճշգրտվում են։ Մի բանը ասենք հունվարի դրությամբ հələ դեռ կարող է ճշգրտած չլինի, ինչ որ թերացում լինի, բայց ինքը ճշգրտվում է յուրաքանչյուր տարի։ Դա ուրեմն հարցը վերաձևակերպեմ, ոնց անենք, որ աշխատանքային պլանները կիրարկվեն, աշխատանքային գործիք դառնան։ Կարծում եմ ժամկետ պետք է դրվի, այդ ժամկետի սահմանում ամեն տարի ինքը վերանայվի ու անգամ այդ պլանները համայնքի կողմից չի մշակվել անմիջապես, ինքը աջակցել է աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմայի, մասնակցել է ծառայությունը եւ ինքը իդեալականին մոտիկ պլաններ են։ Նա ուղղակի արդեն նա մեխանիզմն է, պետք է գործի օգտագործի։ Սկզբում որ նշեցիք, այդ մասնագետների կարիքը շատ խիստ զգացում է։ Իջևանին դա կարծեմ էլի Վահան Հովհաննիսյանի հետ մեր երիտասարդական մեր քաղաքացիական երիտասարդական կազմակերպությունն ավ Մենք ենք բայց որտեղ ուրեմն ենք ասենք ինքը բան ունենք էլի պլաններ։ Հա, դե մենք նախաձեռնեցինք Իջևանի պլանի արդիականացմանը, թարմացմանը, դա արել ենք։ Չունեմ ասում, այն ողջունելի, մենք լսեցինք, այնտեղ մի քանի առաջարկություն են արել, երևի ինչ որ բաներ կանի, ասենք
Շատ լավ, ուրեմն այս առաջարկությունը ավելի շատ թարմացման, արդիականացման ու աշխատանքային գործիք ես կասեցի, ուրեմն ժամկետներով, պատասխանատուներով, բյուջեներով կա։ Աղետների ռիսկի նվազեց, արտաքին գերաճակներում գործելով եւ աղետների ռիսկի նվազեցման պլան։ Հիմա այս բան գործում է աղետների ռիսկի կառավարման պլան։ Հենց կառավարման այդ չափ որոշիչներով էլ արված է իրան։ Շատ լավ։ Եթե համայնքներին դուք ասեք, իրանք դες ցույց կտան այդ պլանները։ Եթե իրավասության չգիտեմ իրանք ունեն այդ։ Չէ, բարձ է, կան մենք ինչ ենք ոնց ենք պատկերացնում Իրան ավելի գործուն հիմքերի վրա բերելը, հա, կառավարման պլանը, առաջարկությունը մեր համայնքի գոտիավորման, տարածքային պլանավորման գործընթացները կազմակերպելիս, սա ինչ է ենթադրում շինթույլտությունների տրամադրում, ճանապարհաշինական աշխատանքների իրականացում, աղբանության համար տարածքների հատկացում, մշակել բնական եւ տեխնոլոգիական վտների ռիսկի մոդելավորման սցենարներ, որոնք կարող են զսպել կամ կանխարգելել այդ աշխատանքների իրականացումով պայմանավորված հնարավոր աղետների առաջացումը։ Սա որպես լուծումներից մեկը, ես մասնագետ չեմ, բայց որքանով որ գիտեմ, ենթադրենք գետափնի այդ հարակից տարածքներում 5 կիլոմետր հեռավորություններ չէ, դրված թե 5 մետր շինությունների կառուցման համար սովետական ստանդարտը։ Սա գալիս է հիմա նաև ապացուցեց, որ դա բավարար չի։ Ենթադրանք դա էլ վերանայելու կարիք ունի շինթույլտվության պարամետրերը, ստանդարտները, արդիականացնել եւ համայնքային կառավարման գործընթացները իրանք ուղղակի ներդնել։ Դուք այստեղ չեք ներկայացնում, մենք իհարկե հետազոտությամբ չենք կարող այդքան խորքային բոլոր հարցերին անդրադառնալ, բայց կարծում եմ առանձին ուսումնասիրության աղբյուր է վնասված կամ ավիրված շինությունների քանի տոկոսն է ունեցել շինթույլտվության խնդիրներ կամ նորմատիվների խախտումով հա կառուցված տարածքներ քանի տոկոսն են եղել։ Ինձ թվում է, որ այնտեղ սկսենք մենք կամ մեկ այլ կազմակերպություն ավելի խորքային ուսումնասիրություն անի, այնտեղ էլ մեր ուրիշ փունջ խնդիրներ են հայտ գալու։ Այո, շատերը նաև իհարկե սրա մասին ոչ միտեղ գրավոր չկա, բայց բանավոր մակարդակում երկխոսությունների մակարդակում բոլորը խոսում են, որ նույն տնտեսվարողները, որ ամենամեծ դժոխք կողմն են, շատ բողոքելու տեղ չունեն առայն, որ իրենք էլ են հասկանում, որ այդ տարածքները, որ իրենք կառուցել են, իրանք շինթույլտվության խախտումներով են կառուցված եղել։ Սա կարևոր արձանագրում է եւ համայնքային հա իշխանության տիրույթում կարգավորվող հարց է, որ ինձ թվում է ճիշտ մոտեցումների դեպքում քաղաքականությունների մշակման պայմաններում հնարավոր է լուծել։ Հաջորդը նույն առաջարկությունների շարունակությամբ վերանայել սելավատարների, գետափնյա տարածքների հողերի օգտագործման ու կառուցապատման քաղաքականությունները, սա այն է, ինչ որ ես ասեցի, բարձր ռիսկայնություն գոտիներում շինությունների կառուցումը, սահմանափակելով կամ արգելափակելով առհասարակ։ Նախաձեռնել համայնքներում աղետի ռիսկի կառավարման խորհուրդների ձևավորումը, որոնցում ներգրաված կլինեն համայնքապետարանի բոլոր ստորաբաժանումների ներկայացուցիչներ, ավականու անդամներ, վարչական ղեկավարներ եւ այլ ոլորտային պատասխանատուներ։ Այդ դեռ նշեք, որ բանը Իջևանում եղավ։ Վարկած համայնքներում 4 համայնքներում պլանը մշակելու համար պլանը մշակում է հենց աղետների ռիսկի կառավարման խորհուրդը։ Նրանք համայնքի ղեկավարի որոշումով ստեղծված է խորհուրդն էլ է պլանը մշակել։ Ասենք հիմա իրանք ասենք այդ որ իրատեսական լի ձեր ասած համայնքներում գործում աղետի ռիսկի կառավարման խորհուրդ։ Ու այդ նույն խորհրդից գործում է եւ ուսումնական հաստատություններով եւ նախադպրոցական ուսումնական կապարտեզներում նմանատիպ խորհուրդներ ստեղծվում են, որ կարողանան պլան մշակել։ Հա, բայց օրինակ Իջևան համայնքում մենք նախաձեռնեցինք այս խորհրդի ձևավորման աշխատանքները անցած տարի նույն Նվահանի հետ համագործակցությամբ։ Միան խորհուրդ ունեցել են, ասեք, նեն չի որ համայնք աղետի ռիսկի կառավարման խորհուրդ չի ունեցել։ Ուղղակի կարող է այդ որոշումն եք թարմացրել մարդիկ են փոխել։ Չէ, զրոյի ձևավորվել է։ Զրոյի ձևավորման մասին ունենք համայնքապետարանի որոշում, մինչև մեր այդ այս հարցերը կրկին չբարձրացնելը չեն եղել։ Մի բան ասեմ, պլանը ընդհանրապես մի հաստատում կա, որտեղ նշվում է մեր անելիքը, չէ, միջոցառումը ու ժամկետը։ Պլանը դա է։ Միջոցառում, ժամկետ, պատասխանատու։ Դա է։ Այդ 3 գործառույթն է։ Ու ցանկացած իրավիճակում այդ ձևի պլան հնարավոր չի մշակել, որ ընդհանրապես պետք է այդ ձևի լինի, որ աղետի դեպքում կամ հակառակորդի հարձակման դեպքում դա գործի։ Միշտ ստեղծված իրավիճակում այդ պլանը ընդհանրապես հենց որ պետք է ասես թերթես ու ասես նեն չի որ այդքան հստակ ասես գետ 5 գետի վարարման դեպքում ես եմ անում մեկն եմ
անհնարին է ուզում այսքան մարդով էլ հավաքվեն պլան մշակեն իրավիճակն են ձևի առնելու այս կետերի հետ չի խոսալու 6-րդ կետ ենք ավելացնելու որ այս ձևի հենց ամբողջ պլանային փաստաթղթերի նպատակներն է որ ինքը անընդհատ բարբերաբար աշխատանքի ընթացքում կատարելության հասցվի ես 30 տարի պլանավորման գործով եմ զբաղվել մարզային մակարդակի պլաններ համայնքային մակարդակի ինքը միանգամից չես կարողանում ստեղծվեց իրավիճակ օրինակ այնտեղ տեսնում ես որ պետք է որոշում կայացնեմ նա պլանը նրա համար է որ ես այդ օրը ստեղ չեմ ենթադրենք ինձ Խարատյանն է փոխարինում Խարատյանը պետք է բացի առանց այդ ու sense տենա այդ պահին ինչ է անում բայց տենալու այդ կետերից ոչ մեկն էլ չի խոսում որտեղ այնպեսի բան է մեր մտքով չի անցել որ դա պլանավորել ահա բարդաբազ դրա համար բարբերաբար շփումներ որ ինքը կատարելության է հասնում կատարյալ ու համապարփակ փաստաթուղթ գոյություն չունի անշուշտ խոսքը նրա մասին է որ մեկնարկային գոնե ուղինշային բազային ինչ-որ փաստաթուղթ լինի որը հնդածս անընդհատ կբարելավի ճիշտ է մենք որ քննարկում ենք այո ու քննարկմանը պետք է մասնակցեն ու այնտեղ մի քիչ առաջ նշեցի կոմպետենտ մարդիկ որ կարողանա դրա վերաբերյալ ճիշտ արտահայտություններ անի ճիշտ գնահատական տա խոսա ով մասնագետ չի նրա համար սա ամեն ինչ նորմալ է շատ լավ է անցավ գնա բայց որ անթափ հետևում ես մի տարի 2 տարի 5 տարի բան դու ինքդ տեսնում ես որ պլանն արդեն փոխվել է նա արդեն գործում է ես մի բան էլ ասեմ կարող շատ եմ խոսում պայթեցման աշխատանքների հետ կապված ես թույլտվություն ունեմ պայթեցման աշխատանքների թույլտվության գիրքը արյունով է գրված դեպքը եղել է ավելացրել են որ չի կարելի էս անել մի անգամ դա միջև մատ կատարելության հասցնում Այնպես որ պլաններն էլ այդ ձևի են, մի անգամից, բայց որ ասում եք, որ ինքը գործնականին մոտիկ լինի, կիրառել լինի շատ լավ է, որ դա հա հաջորդը ալոգներն է բարբերաբար վերապատրաստվել։ Մասնագետ ունենալ այն ճշգրտումը, որ ասում են յուրաքանչյուր տարի ճշգրտվի։ Այն մենք հենց այդ խնդիրն ունենք, եւ մենք դրաբոներս ունենք։ Հիմա տեսեք ոնց է։ Հիմա որ համայնքից լինեն ջանքերը ու մասնագետներ ունենան անպայման Մասնագետների պակասի խնդիրը երևի նշել են բոլոր կազմակերպությունները ում հետ աշխատել են համայնքապետանը որպես խնդիր ձևակերպել գնահատման աշխատանքներ իրականացնող մարմինները խորհուրդ ունենան եւ խորհուրդը ենթադրենք հանքի վերապատրաստում է ճիշտ կատարվի Շատ լավ Այդ երիտասարդներ եթե դրինեն կցանկանան շատ լավ կլիներ Քիչ մնաց երկու առաջարկություն եթե չեմ սխալվում Հաջորդ խնդիրը կապված է նրա մասին, որ գրեթե ոլորտներից ոչ մեկում չեն ունեցել համայնքը չի տիրապետել ելակետային տվյակներ լինում գյուղատնտեսության ոլորտը, բիզնեսը, բնակարանաշինությունը քիչ թե շատ բարվոք վիճակում էր կադաստրի աշխատանքով պայմանավորված եւ այլն։ Այսինքն ելակետային տվյալները ի սկզբանե միջև աղետ ունենալը հետագայում կարող է անհամեմատ հեշտացնել հետաղետային կարիքների վերականգնման եւ պետության արձագանքման ծրագրերի իրականացման արդյունավետությունը։ Այս ջրհեղեղն էլ եւ այս աղետն է ցույց տվեց, որ ահագին ժամանակ է կորցվել զուտ նախնական տվյալների հավաքագրման համար։ Ինչ ենք առաջարկում ստեղծել աղետների ռիսկի կառավարման տվյալների համայնքային շտեմարան, որը կներառի բնակչության անշարժ գույքի, ենթակառուցվածքների, բիզնեսների եւ գյուղատնտեսական ռեսուրսների վերաբերյալ մանրամասն տվյալներ։ Այս աշխատանքների իրականացման համար ձևավորել է վերապատրաստել աղետների կառավարման հանձնաժողովներ, որոնք կներկայացնեն տվյալների հավաքագրման, վերլուծության եւ արձագանքման գործընթացներին։ Սույն աշխատանքների իրականացումը մրցույթային կարգով հնարավոր է արտապատրակել նաև մասնագիտացված կազմակերպությունների։ Այս երկրորդ շարունակությունը, հա, այս արտապատրակում ինչու ենք մեջտեղ բերել, որտեղ համայնքները վստահ են այս առաջարկություն անելուց, լինելու է որոշակի դիմադրություն, ինչ որ առումով նաև օբյեկտիվ, որ համայնքապետարանը իրենց անելիքներ ունեն, էլի առանց այդ շատ մի հատ էլ հիմա այս գույքագրման աշխատանքները իրականացնել, իրականում դրան էլ լուծում կա, ընդհանրապես կարելի է այս աշխատանքների իրականացումը մեկ անգամ արտապատվիրակել որևիցե մի կազմակերպությամբ կամ նույնիսկ անհատի եւ ունենալ այս համակարգված տվյալները եւ վերջապես այս տվյալների համար ընդհանրապես պետք է կապ հաստատել համապատասխան ոլորտի ներկայացուցիչների հետ եւ խնդրել այս տվյալների փոխանցումը, բայց տվյալների հավաքագրումը այդ ոնց որ գործընթացի մի մասն է, հարկավոր է նաեւ այդ տվյալները հնդածս պարբերաբար նաեւ թարմացնել եւ դրա համար հարկավոր կլինեն որոշակի մասնագետներ, սրա հետ կապված առաջարկներ
դիտարկումներ իրատեսականության հետ կապված։ Շատ լավ։ Գրանցվել է ջրահեղով պայմանավորված աղետի շրջանակներում իրականացված սոցիալական աջակցության փոխհատուցման ծրագրերի թափանցիկության ցածր մակարդակ։ Ես դրա մասին խոսեցի, քանի մարդ հաստատել, ինչ գումարների մասին է խոսքը, շատ դժվար է այդ ինֆորմացիան գտնել, բաց աղբյուրներում չկան, առանձին հատվածական ինֆորմացիա տարբեր լրագրողական հոդվածների տեսքով է ջրերից դուրս գալիս, մենք ինքներս որ փաստորեն մեր հիմնական անելիքն է եղել այդ տվյալների հավաքագրումը, հսկայական խնդիրների եւ նույնիսկ դիմադրության ենք հանդիպել այս տեղեկատվությունը հավաքագրելիս, այնու սահմանային ինֆորմացիա պետք է հասանելի լինել եւ սրանով պայմանավորված շատ ցածր ենք գնահատում արձագանքման շրջանակներում իրականացված ծրագրերի տեսանելիությունը եւ թափանցիկությունը, առաջարկություններ, մշակել համայնքապետարանների հաղորդակցության ռազմավարություններ, որտեղ առանձին ենթաբաժներով կներկայացվեն արտակարգ ճգնաժամային իրավիճակներում համայնքային հաղորդակցության պլանները, արտակարգ իրավիճակներում պրոակտիվ կերպով հրապարակել աջակցության ծրագրերի մանրամասներ, շահառուների թիվ, բաշխվածություն, ծախսումներ, հետագետային ժամանակահատվածում կազմակերպել հանրային քննարկումներ, բարելավելու ծրագրերի վերաբերյալ իրազեկվածությունն ու հասցեականությունը։ Այս երկրորդ առաջարկությունը այսօր մենք մեր վրա ենք ստանձնել այդ պարտականությունը մասնակի իրականացնում ենք, բայց լավ կլինի, որ սա պրոակտիվ կերպով բրիֆինգների, չգիտեմ, ասուլիսների ձևով համայնքային իշխանություն ոչինչ չի, էլի առաջարկություն, հա, ինչ արվել։ Կարելի է դա համայնքապետան քննարկել, էլի, ոչ թե ստեղ կարելի է լիազոր մարմինների հետ համատեղ, բայց տեղացնիկ ֆունկցիաներ կա, որ դրվում է համայնքի վրա ու ասենք, չգիտեմ, դա պիտի քննարկման արդյունքում լինի։ Չէ, ուզում եմ ասեմ, այն որ մենք ենք այսօր անում, շատ հանգիստ արա սուբյեկտիվ կարծիք լինի կամ օբյեկտիվ, բայց այնտեղ պատկան մարմիններն է պետք է։ Չէ, խոսքը 4 տվյալների տրամադրման մասին է, այսքան գումար, այսքան վերանորոգված կիլոմետր ճանապարհ։ Կոնկրետ այդ կետի հետ կապված չեմ ասում։ Առհասարակ որտեղ եկա, ասենք քայլերով դրա համար եմ ասում։ Առաջարկությունները դնում եք։ Այդ մասնաշրջանային Որը 10-րդ խնդիրը։ Ահա աղետների իրականացման սոցիալական աջակցության եւ փոխհատուցման ծրագրի թափանցիկության ցածր մակարդակն է, չէ՞, իսկ առաջարկը դրվում է համայնքապետարանին, եթե համայնքապետանը չիրականացրի փոխհատուցումը, համայնքապետարանը թիվ տա։ Լավ հարց եք տալիս, բայց առաջնային օղակը ամեն դեպքում եւ համայնքապետան տիրապետում է այս թվերին, այնպես չի որ չի տիրապետում։ Այս նույն տվյալները ունի եւ համայնքապետան, ունի եւ մարզպետարան, ունի համակարգված մարզին վերաբերող բոլոր տվյալները համայնքները ունեն, այսպես թե այնպես։ Հիմա կարող ասեք ինչ գործ Հա, փոխանցելու հետ կապված իհարկե ունեն։ Իհարկե, այս շատ կարևոր հարց եք բարձրացնում ինֆորմացիա տրամադրման ընթացքում, չեք պատկերացնում ինչ խնդիրներ ա եղել։ Իջևանը, ի պատիվ Իջևանի համայնքապետարանը շատ հանգիստ է տեղեկատվությունը տրամադրել է, նոյեմբերյանը այրումը հանգիստ բոլոր ինֆորմացիան տրամադրել է։ Դիլիջանը այդպես էլ չտրամադրեց, ու չկա որևէ տրամաբանություն, ինչու մի համայնք պատրաստ է ինֆորմացիան տրամադրելու, երկրորդը չէ այն պարագայում, որ այն տեղեկատվությունը, որ մենք հարցնում ենք, իրենց մեջ պետական գաղտնիք կամ անհատների մասին անձնական տվյալներ պարունակող ինֆորմացիա չեն պարունակել։ Մենք իհարկե փորձ արեցինք նաև անվանացանկով տվյալներ ստանալ, դա մերժվեց եւ մենք առանձնապես այս առումով հետագա այսպես համառություն չդասավորենք, հասկացանք, որ անձնական տվյալների հետ կապված տվյալներ ենք հաշվում, օբյեկտիվ ամերժելը, բայց մնացած ինֆորմացիա մենք ենք այս տրամադրել։ Բայց մնացած որ ազնական է։ Բայց մնացածի փոխանցումը հանրային տեղեկատվության ազատության մասին օրենքով ինքը հանրային տեղեկատվություն է եւ դրա չտրամադրելը ավելին ասեմ տվյալ կազմակերպության համար հավելի ամենալուրջ հետևանքներով ասենք կարելի է նույնիսկ դատական գործընթաց կնած տեղեկատվության ազատությունը սահմանափակելու հիմքով։ Էլ եմ ասում, եթե դրա մեջ լինել անվտանգության հետ կապված հարցերի տեղեկատվության փոխանցում կամ չգիտեմ բանակի մասին չենք հարցնում եւ այլն, սա հանրային տեղեկատվություն, քանի ծրագիր, քանի շահառու եւ այլն, սա հանրային ինֆորմացիա, ավելին ասեմ, նույն մարզային մակարդակում ա եղել մեծ դիմադրություն, եթե հիմա այսպես ավելի բաց ենք խոսում, մարզպետանը համառում էր տեղեկատվությունը տրամադրել եւ միայն գերատեսչությունների մարզպետարանին, հա, մակարդակ բարձր գերատեսչություն համապատասխան գրություններ ուղարկելուց հետո այդ ինֆորմացիան տրամադրվել է։ Սա իրականում մեկ ուրիշ խնդրի մասին է խոսվում, որ մենք ապակենտրոնացում չունենք անգամ ինֆորմացիան տրամադրելու մակարդակներում եւ համայնքապետանը եւ մարզպետարանը սպասում են վերևների, այսպես ասած, վերևների թույլտվություն, ինչը մեծագույն խնդիր է։ Այնինչ այդ ինֆորմացիայի տնօրինող առաջնային օղակը իրենք են
եւ ըստ օրենքի իրենք ոչ թե պետք է, այլ պարտավոր են այդ ինֆորմացիան տրամադրել եւ պրոակտիվ եւ ռեակտիվ ձևով ցպահանջես, այսինքն եւ չպետք է լինես մակարդակում որևիցե մի դիմադրություն, սրա մասին է խոսքը։ Եւ ավելին ասեմ, հիմա երբ այս թվերը հրապարակվեցին, ինչը ահռելի աշխատանք է կարվել, էլի նայած ծախսերի մասում հակառակ էֆեկտն է իրական տեղի ունենում։ Հանրային վստահությունն է մեծանում, հասկանում ես, որ մեծ աշխատանք է կատարվել, մեծ ռեսուրսներ են ծախսվել, այսինքն իշխանությունները վախենում են այս թվերը հրապարակելուց, այնինքն հակառակ միշտ էֆեկտն է ունենում, վստահությունը եւ աջակցությունն է մեծանում ինստիտուտների նկատմամբ, երբ տեսնում ես կատարված աշխատանքի ծավալը եւ մասշտաբները։ Սա կարևոր է հիշել։ Դեպի գովել մեր նախարարությունը, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը պաշտոնական կայքով մի քանի անգամ հրապարակել է։ Հա, ես խոսքից մեջ նշեցի, այո, հանրային եւ Facebook-յան էջերով եւ Ես մի հատ ավելի կազուսային բան ասեմ, ներքին գործերի նախարարությունը եղել է պետական աջակցության ծրագրերի փոխհատուցման ծրագրերի կոորդինացնող այդ հիմնական մարմինը, հա։ Նույնիսկ նախարարությունը ինքը տրամադրել է մեզ տեղեկատվությունը, բայց անգամ իր տրամադրած տեղեկատվության մեջ զգացվում էր ինֆորմացիա հսկայական պակաս։ Այսինքն դա այն ամբողջական ինֆորմացիան չէր, որ կարող էր ներքին գործերի նախարարությունը մեզ տրամադրել։ Այս հասկանում ենք, որ նաև ինֆորմացիայի կառավարման մակարդակում են եղել խնդիր, գերատեսչությունների միմյանց հետ հաղորդակցության հետ կապված։ Այսինքն երբ մենք հասկացանք, որ գնայից չեն կարողանում ստանալ ամբողջական տեղեկատվություն, ինչ արդեն абսուրդ է, ստիպված ենք եղել հատիկ առ հատիկ նախարարություն գնալ եւ այդպես հավաքել ինֆորմացիա, այդ պարագայում արդեն իհարկե ստացվեց։ Առանձին վերցած նախարարությունների մակարդակում ասեմ, որ որևիցե խնդիր, խոչընդոտ տեղեկատվության տրամադրության մակարդակում չեն ունեցել։ Բոլորը իրենց ձեռքի տակ ունեցած եւ իրենց վերաբերյալ ինֆորմացիան փոխանցել են։ Շատ լավ։ Այսինքն դրա հիման վրա եք վերլուծություն կատարել։ Այդ ինֆորմացիան դրա համար է։ Այո։ Դրա համար է պետք է։ Այո։ Թե չէ։ Ասենք Դե այդ ինֆորմացիան ես պետք է անենք։ Ժամանակ որ զուգահեռ աշխատենք, ասենք որ դուք աշխատեք, ավելի շատ ինֆորմացիա, հետո արդեն շարունակենք։ Մի հատ առանձին հետազոտություն պետք է իրականացնել, հասկանալու եւ տեղեկատվության հարցման առաջարկ են ստանում նախարարությունները, ինչ են մտածում այդ բանին։ Ինչի համար է այս ինֆորմացիան պետք։ Սրա համար էր պետք, այս քննարկման եւ այս զեկույցի համար էր անհրաժեշտ։ Եվ վերջին, եթե չեմ սխալվում, սա խնդիր եւ առաջարկությունների բլոկն է, հետագային կարիքների գույքագրման գնահատման համար ինչպես համայնքային, այնպես էլ ազգային մակարդակում նկատվել է համապատասխան մասնագետների զգալի պակաս։ Սրա մասին մի քանի անգամ արդեն խոսեցինք, ինչ ենք առաջարկում ձևավորել համայնքային փորձագիտական խմբեր, որոնք կներառնեն ճարտարագետներ, բնապահպաններ, GIS մասնագետներ, ճգնաժամային կառավարման մասնագետներ, խոսքը բազմապրոֆիլ մասնագետների մասին է, ովքեր կարող են աջակցել աղետների կանխարգելման եւ գնահատման աշխատանքներին բոլոր մակարդակներում, հա, պարբերաբար վերապատրաստման ծրագրերով այս մասնագիտական խմբերի համար ապահովել պատշաճ վերապատրաստումներ եւ վերավորակավորումներ։ Սա առաջին առաջարկությունը եւ երկրորդը համայնքներում խթանել աղետների կառավարման ոլորտում մասնագիտացված մասնագետների ներգրավումը տեղական համալսարանների հետ համատեղ կրթական ծրագրերի իրականացումով, այսինքն պրոակտիվ ձևով ձևավորել այդ մասնագետներին, այնուհետև ներգրավել աշխատանքների մեջ։ Սա հիմնական առաջարկությունների բլոկներ։ Առաջարկության ռեսուրս է պետք է լուրջ այս համակարգի։ Դե դրա հա, իհարկե ռեսուրսը մի ողջ այն աշխատում է ամբողջ համակարգի մեջ։ Հիմա այսքանը որ դնում է գաբետանի վրա, սա ռեսուրս է պետք է այդքան այս հանձնաժողով ձևավորված է, ամեն մեկ իր գործառույթն ունի, էսի հասարակական կարգով կատարվում է։ Եթե sense լուրջ բաներ դրվի, այս ռեսուրսը չգիտեմ, ոնց ապահովի։ Բայց կարելի է նաև այդ ռեսուրսը ֆինանսավորել, ֆինանսական ռեսուրսներ ճարել ու որտեղ դա կյանքերի մասին է խոսքը, քաղաքացու կյանքի մասին է խոսում, այս ամեն ինչ անում են, որպեսզի ապահովեն։ Իրականում նախարարությունների կառավարության մակարդակով մի քանի տարի արդեն խոսվում է ապակենտրոնացման թիմերի լիազորությունների ապակենտրոնացման մասին, ոչ միայն վարչական լիազորությունների մասով, այլև ֆինանսական ապակենտրոնացման մասին։ Իմ համեստ գնահատմամբ ֆինանսականից շատ հեռու ենք, վստահ չեմ, որ առաջիկա տարիներին ֆինանսական ապակենտրոնացում կունենք, վարչականի մասով թերևս այո, բայց խնդիրը հիմա մեկ այլ բան է, որ ապակենտրոնացմանը մի կողմից համ իշխանությունները չեն պատրաստ, բայց հիմա փաստացի համայնքներն էլ
կոմֆորտ չեն զգում էլի իրենց լիազորությունների ընդհարցակման մասով, այսինքն պատրաստ չեն կամ որոշակի վախեր ու մտավախություններ ունեն, բայց սա անխուսափելի է, կարծում եմ, տարիների ուղղակի հարց է։ Ունեք հավելյալ ամփոփիչ մտքեր, առաջարկություններ, մեզ դիտարկումներ, դիտողություններ, բողոքներ։ Նախ շնորհակալություն կենտրոնին շատ համապարփակ ու կարևոր աշխատանք անելու համար։ Ես ուզում եմ իմանալ հիմա զեկույցը կթարմացվի ըստ այս առաջարկությունների, որ այսօր հնչեցվեց եւ նորից կվերահրապարակվի ու կուղարկվի համապատասխան մարմին։ Այո, դրա համար մենք դեռևս բաց աղբյուրներում զեկույց չենք տեղադրել, հենց այդ նպատակով, որտեղ ուզում ենք նաև փորձագիտական գնահատականներ ստանալ եւ շնորհակալություն ես արձագանքի համար, որոշ առաջարկություններ կփոփոխվեն ըստ ստացված բաների գնահատականին, նոր դրան արդեն կհաջողվի եւ հրապարակելը եւ առաջարկությունների բլոկը ըստ ինստիտուտների ուղարկելու գործընթացը, այսինքն դուք եք ստանալու առաջարկություններ, որպես տեղական ինքնակառավարման մարմիններ եւ այդպես։ Ես ներողություն եմ խնդրում, այնպես հապճեպ սկսեցինք, ես մոռացա ներկայացնել, որ մենք այստեղ ունենք նաև ժողովրդավարության զարգացման հիմնադրամից ներկայացուցիչներ։ Մենք զուտ նշեմ ինչու որոշեցինք աջակցել կենտրոնին, քանի որ մայիսյան հեղեղումները եղան, մենք տեսանք, որ տեղական մակարդակում ինչքան մեծ է, ահռելի հետևանքների հետ են բախվում եւ քաղաքացիական բնակչությունը եւ տեղական մարմինները եւ նաեւ անգամ հասարակական կազմակերպություններն էին լծվել այդ օգնելու հետևանքները հաղթահարելու համար։ Մենք որոշեցինք հրատապ, այսպես ասած, ճգնաժամային աջակցություն տրամադրել ոչ միայն երիտասարդական քաղաքացիական կենտրոնին, այլ նաև մարզային մյուս երկու Լոռու մարզում եւ Տավուշի մարզում եւս մեկական հասարակական կազմակերպության, որպիսի կարողանան այս կազմակերպությունները հանրությանը ներկայացնել, թե պետությունը եւ համայնքները կոնկրետ ինչպես են արձագանքել աղետին եւ աղետի հետևանքների վերացման ու նաև փոխհատուցման ծրագրերի հետ կապված հանրության հետ ինչ աշխատանքներ են տարվել եւ հանրության վստահությունը ինչպես են կարողացել բարձրացնել եւ մենք շատ ողջավորված ենք այսօրվա միջոցառման արդյունքներով, շատ տպավորված ենք նախ մասնակցությամբ, շատ հաճելի է տեսնել, որ ոչ միայն պետական մարմիններից, ոչ միայն փրկարար ծառայությունից, այլ նաեւ մասնավոր սեկտորից ունենք ներկայացուցիչներ եւ լրատվամիջոցներից եւ նորից կենտրոնին ուզում ենք շնորհակալություն հայտնել այս թիմային մեծ աշխատանքի համար եւ բոլոր ներգրաված անձանց շնորհակալություն։ Շնորհակալ եմ շատ, մենք ենք շնորհակալ։ Սպասենք անձամբ դաշնական տարբերակի։ Այո։ Մեկ-երկու շաբաթվա, ընդ որում ասեմ, եթե սա որպես առաջարկություն է, ես այս էջը բացեմ, մեր էլեկտրոնային փոստը կարող եք եւ հեռախոսահամարը գրանցել։ Իհարկե այսօր կարևոր ինչ-որ առաջարկություններ, դիտարկումներ հնչեցին, բայց եթե հավելյալ ունենաք հավելյալ մտքեր, որ կցանկանաք մեզ հետ կիսվել եւ առաջարկությունների մասով, առաջիկա 1 շաբաթում դեռևս բաց կլինենք նոր դիտարկումների համար, ուրախ կլինենք ձեզանից հավելյալ ստանալ եւ դա թույլ կտա ավելի միայն լավացնել այն առաջարկությունների բլոկը, որ մշակել ենք։ Ես եմ շնորհակալ ձեզ, շնորհակալ եմ բոլոր ինստիտուտների ներգրավվածության համար, միջոցառման հրավերը չմերժելու ներկա գտնվելու համար, անչափ կարևոր է սա, խնդրի կարևորության մասին երևի իմաստ չունի եւս մեկ անգամ խոսել եւ կարևորում եմ համայնքային մակարդակում այսպիսի քննարկումների կազմակերպման կարիքը անհրաժեշտությունը, որպես այնպես չլինի, որ առանձին վերցած ինստիտուտ իր մակարդակում է քննարկում խնդիրները, միջոլորտային երկխոսությունը անչափ կարևոր ենք համարում։ Շնորհակալություն ձեզ։